Քաղաքի ամենափայլուն հյուրանոցում շքեղ գիշերվա ընթացքում մի արաբ միլիոնատեր կարմիր զգեստի մասին պարզ խաղադրույքը վերածեց հրապարակային նվաստացման ներկայացման։ Տեսախցիկների ու դաժան ծիծաղների ներքո մի աշխատողուհի, որը մի ժամանակ փայլուն գիտնական էր, ստիպված էր որոշել կրկին խոնարհել գլուխը թե ուղիղ աչքերի մեջ նայելով մարտահրավեր նետի իշխանությանը։ Այն, ինչ նա համարում էր անհաջող կատակ, վերածվեց համաշխարհային սկանդալի, որը կարող էր ոչնչացնել համբավներ, բացել հին վերքեր մայր ու դուստր դնել անողոք փոթորկի կենտրոնում։ Մի քանի ամիս անց նույն մարդը, որ սրահում բարձր էր ծիծաղել, ստիպված եղավ ճշմարտությանը բախվել։ Որոշ խաղադրույքներ շատ ավելի թանկ են, քան փողը, որոշ զգեստներ բացահայտում են այն մեծությունը, որը շքեղությունը երբեք չի տեսնում։ Մինչ այս նվաստացման դիմադրության անսպասելի շրջադարձերի զարմանալի պատմությունը կիմանաք, մոռանաք բաժանորդագրվել ալիքին միացնել զանգակը, չկորցնեք մեր սարսափելի պատմությունները։ Շաբաթ երեկո էր, Grand Hotel Երան ի սրահը լցված էր գրեթե վիրավորական փայլով։ Բյուրեղապակյա ջահերը կախված էին առաստաղից, ինչպես բանտարկված համաստեղություններ, իրենց լույսն արտացոլելով դիզայներական զգեստների մի ամբողջ կարողություն արժեցող զարդերի վրա։ Անահիտ Սարգսյանը սեղանների միջով քայլում էր ֆրանսիական շամպայնի գավաթներով լի սկուտեղը ձեռքին, փորձելով անտեսանելի դառնալ, ինչպես սովորել էր աշխատանքի վերջին 3 տարիների ընթացքում։ Նրա անթերի արթուկված ու սպիտակ համազգեստը հակադրվում էր մետաքսե ատլասե գործվածքներին, որոնք սահում էին հյուրերի մարմիններով։ Դա բարեգործական պարահանդես էր, կազմակերպված Կարաբեթ Մուրադյանի կողմից, լիբանանահայ գործարարի, որը միլիոններ էր ներդրել հայկական անշարժ գույքի շուկայում, այժմ հաստատվել էր Երանում, որպես քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Անահիտը հայացքը խոնարհած էր պահում, քայլերը չափված, կեցվածքը ուղիղ, ինչպես պահանջում էր հյուրանոցի կառավարիչը։ 38 տարեկանում նա սովորել էր, որ որոշ մարդիկ նայում են իր միջով, կարծես ապակուց լիներ։ Այդ սրահում հավաքված միլիոնատերերի համար նա ընդամենը դեկորի մի մասն էր, նույնքան օգտակար, որքան ներկրված ծաղկեփնջերը, նույնքան մեկանգամյա օգտագործման, որքան իր հավաքած դատարկ գավաթները։ Բայց Անահիտը գաղտնիքներ էր կրում, որոնց մասին այդ մարդիկ երբեք չէին կարող պատկերացնել։ Գաղտնիքներ, որոնք երբեմն ավելի ծանր էին, քան ցանկացած սկուտեղ։ Գիշերը տոթ էր, չնայած հզոր օդորակիչին։ Անահիտը զգաց, թե ինչպես է քրտինքի մի կաթիլ սահում ծոծրակով, մինչ նա սպասարկում էր մի խումբ գործարարների, որոնք քննարկում էին արային էներգետիկայի ոլորտում ներդրումները։ Ոչ ոք շնորհակալություն չհայտնեց, երբ նա գավաթները դրեց սեղանին։ Ոչ ոք նույնիսկ չնայեց նրա դեմքին։ Նա արդեն սովոր էր։ Այն, ինչը նրան ոտքի վրա էր պահում, այն, ինչը ստիպում էր նրան արթնանալ առավոտյան ժամը 5-ին 2 ավտոբուսով հասնել կենտրոն, իր դստեր դեմքն էր։ Լիլիթը 12 տարեկան էր, քնում էր բազմոց մահճակալի վրա, Մալաթիա Սեբաստիայում իրենց կիսած միակ սենյականոց բնակարանում։ Աղջիկը դեռ չգիտեր, որ մայրն աշխատում է մինչ ուշ գիշեր, ուշացած կոմունալ վճարումները, ասթմայի դեղերը դպրոցի գրքերը գնելու համար։ Կարաբեթ Մուրադյանը բարձրացավ սրահի կենտրոնում տեղադրված փոքրիկ բեմ։ Նա բարձրահասակ տղամարդ էր, խնամքով կտրված մորուքով մուգ աչքերով, որոնք կարծես հաշվարկում էին շուրջ բոլորը գտնվող ամեն ինչի արժեքը։ Նա կրում էր պատվերով կարված կոստյում, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան Անահիտի տարեկան աշխատավարձը։ Նրա կողքին, լուսարձակներով լուսավորված մանեկենի վրա, կարմիր զգեստն էր։ Այդ զգեստի մասին ամբողջ շաբաթ գրում էին թերթերը։ Մարոկկացի արհեստավորների ձեռքով ասեղնագործված, իսկական ոսկե թելերով, արաբական երկրաչափական նախշերով հյուսված 2 միլիոն դրամ գնահատված զգեստ։ Կտորը լույսերի տակ հեղուկի տեսք ուներ, կարմիր, ինչպես հալված սուտակներ, կտրված գծերով, որոնք միաժամանակ զգայականություն իշխանություն էին հուշում։ Գործարարը վերցրեց խոսափողը, նրա ձայնը սրահում արձագանքեց, թե շեշտադրությամբ, բայց միանգամայն հասկանալի։ Նա խոսեց բարեգործության, համայնքին տալու, անապահովներին օգնելու կարողության մասին։ Անահիտը հեգնանքի սուր զգացում ունեցավ, սրահի կողքից դիտելով։ Անապահովներ։ Այդպես էր նա նրանց անվանում։ Կարծես աղքատությունը բախտի հարց լիներ, ոչ թե մի համակարգի, որը հարստությունը կենտրոնացնում է քչերի ձեռքում, մինչդեռ միլիոնավոր մարդիկ պայքարում են գոյատելու համար։ Այնուհետ Կարաբեթը դրամատիկ դադար տվեց, մատնացույց արեց կարմիր զգեստը։ Նա հայտարարեց, որ զգեստը կդրվի աճուրդի, ամբողջ հասույթը կուղղվի բարեգործական հիմնադրամի։ Ծափահարությունները քաղաքավարի էին, կանխատեսելի։ Բայց հետո նա արեց մի անսպասելի բան։
Նրա աչքերը սահեցին սրահով կանգ առան Անահիտի վրա, որը պատին հենված կանգնած էր, դատարկ սկուտեղը ձեռքերում։ Նա զգաց այդ հայացքի ծանրությունը, նախքան կհասկանար, թե ինչ է կատարվում։ Կարապետն իջավ բեմից, քայլեց դեպի նա։ Հյուրերը սկսեցին շշնջալ։ Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը թրթռում։ Գործարարը կանգնեց նրանից 1 մետրից էլ պակաս հեռավորության վրա, այնքան մոտ, որ նա կարող էր զգալ նրա թանկարժեք օծանելիքի բույրը։ Նա ժպտաց, բայց այդ ժպիտի մեջ դաժան մի բան կար, մի բան, որ Անահիտն անմիջապես ճանաչեց։ Դա այն մարդու ժպիտն էր, որը պատրաստվում էր զվարճանալ ուրիշի հաշվին։ Դու, ասաց նա բավական բարձր, որպեսզի բոլորը լսեն։ Սկուտեղով երիտասարդ կինը։ Ինչ է ձեր անունը։ Անահիտ, պատասխանեց նա ցածրաձայն, զգալով հարյուրավոր աչքեր իր վրա։ Անահիտ։ Ինչ գեղեցիկ անուն է։ Նա շարունակեց ժպտալ, ժեստով ցույց տալով, որ մոտենա բեմին։ Եկեք այստեղ, Անահիտ։ Մի վախեցեք։ Նա չէր ուզում գնալ։ Նրա մարմնի յուրաքանչյուր բջիջ աղաղակում էր, որ նահանջի, ներողություն խնդրի դուրս գա այդ սրահից։ Բայց Անահիտը գիտեր կանոնները։ Աշխատակիցները չեն մերժում կարևոր հյուրերի խնդրանքները։ Աշխատակիցները հնազանդվում են։ Այսպիսով, նա սկուտեղը դրեց մոտակա սեղանին, դողացող ոտքերով քայլեց դեպի բեմ։ Նրա հագած ցածրակրուն կոշիկները կարծես կապարից լինեին։ Երբ նա հասավ Կարապետի կողքին, վերջինս ձեռքը դրեց նրա ուսին, կեղծ մտերմությամբ։ Անահիտը սարսռաց, բայց չհեռացավ։ Գործարարը նորից վերցրեց խոսափողը, նրա ձայնը կեղծ մեծահոգության երանգ ստացավ։ Տիկնայք պարոնայք, հայտարարեց նա։ Ես մի հետաքրքիր առաջարկ եմ անելու։ Այս երիտասարդ կինն ամեն օր քրտնաջան աշխատում է իր ընտանիքը պահելու համար, այդպես չէ, Անահիտ։ Նա գլխով արեց, չիմանալով, թե սա ուր է տանում։ Եվ ես հիանում եմ դրանով։ Հիանում եմ աշխատող մարդկանցով։ Այդ պատճառով ես կանեմ մի առաջարկ, որը կարող է փոխել նրա կյանքը։ Նա մատնացույց արեց կարմիր զգեստը։ Եթե նա կարողանա հագնել այս զգեստը, եթե այն կատարյալ համապատասխանի նրան, ես կամուսնանամ նրա հետ։ Այստեղ հիմա։ Ձեզ բոլորիդ առաջ։ Հաջորդած լռությունը տեց ընդամենը 3 վայրկյան։ Հետո սրահը պայթեց ծիծաղից։ Բարձր քրքիջներ, շամպայնի գավաթների մեջ խեղդված ծիծաղներ, շուկով արված մեկնաբանություններ, որոնք Անահիտը կատարելապես լսում էր։ Տեսեք։ Ինչ անհեթեթություն։ Նա կատակում է խեղճի հետ։ Ինչ անհարմար իրավիճակ։ Բջջային հեռախոսները բարձրացվեցին։ Տեսարանը նկարահանվում էր բոլոր անկյուններից։ Անահիտը զգաց, թե ինչպես է արյունը բարձրանում դեմքին։ Ոչ թե ամոթից, այլ զայրույթից։ Հին, ծանոթ զայրույթից, որը նա սովորել էր կուլ տալ տարիների ընթացքում։ Զվարճանքի առարկա լինելու զայրույթից։ Մարդկանց համար կատակի վերածվելու զայրույթից, ովքեր երբեք ստիպված չեն եղել ընտրել վարձը վճարելու ուտելիք գնելու միջ։ Կարապետը շարունակեց ժպտալ, ակնհայտորեն գոհ հանդիսատեսի արձագանքից։ Դե ինչ, Անահիտ։ Ընդունում եք մարտահրավերը։ Թե նախընտրում եք վերադառնալ ձեր աշխատանքին։ Նրա ձայնի մեջ արհամարհանք կար։ Նրա արհամարհանքը, ով վստահ էր, որ նա կնահանջի, որ գլուխը կխոնարհի դուրս կվազի։ Անահիտը նայեց կարմիր զգեստին։ Այն իսկապես գեղեցիկ էր։ Այնպիսի զգեստ, որին նա երբեք նույնիսկ դիպչելու հնարավորություն չէր ունենա։ Հետո նա նայեց Կարապետին, նրա աչքերում տեսավ մի բան, որը լավ գիտեր։ Նա գրազ էր գալիս իր նվաստացման վրա։ Նա հույսը դրել էր այն փաստի վրա, որ զգեստը չի համապատասխանի, որ նա ծիծաղելի տեսք կունենա, փորձելով հագնել այն, որ դա կլինի մեկ զվարճալի պատմություն, ապագա ընթրիքների ժամանակ պատմելու համար։ Անահիտը մտածեց տանը քնած Լիլիթի մասին։ Մտածեց խոհանոցի փոքրիկ սեղանի վրա կուտակված հաշիվների մասին։ Մտածեց բոլոր այն անգամների մասին, երբ եղել էր անտեսանելի, անտեսված, մերժված։ Եվ հետո երկար ժամանակ անց առաջին անգամ որոշեց տեսանելի լինել։ Ես ընդունում եմ, ասաց նա։ Սրահը նորից լռեց։ Կարապետը զարմացած բարձրացրեց հոնքերը։ Նա ակնհայտորեն սա չէր սպասում։ Ընդունում եք։ Համոզված եք։ Համոզված եմ, պատասխանեց Անահիտը հաստատուն ձայնով։
Եթե զգեստը համապատասխանի ինձ, դուք կամուսնանաք ինձ հետ։ Դա այն է, ինչ խոստացաք բոլորի առաջ։ Այդպես չէ։ Կարապետը ծիծաղեց, բայց այդ ծիծաղի մեջ անվստահության նոտա կար։ Իհարկե։ Ես իմ խոսքի տերն եմ։ Նա լայն ժեստ արեց դեպի հանդիսատեսը։ Դե, տեսնենք։ Հյուրանոցի երկու աշխատակցուհիների կանչեցին Անահիտին օգնելու։ Նրանք տարան նրան սրահի կողքի մի սենյակ, որը վերածվել է ժամանակավոր հանդերձարանի։ Զգեստը զգուշորեն հանվեց մանեկենից բերվեց նրանց մոտ։ Մոտիկից Անահիտը կարող էր տեսնել ասեղնագործության յուրաքանչյուր մանրուք։ Դա արվեստի գործ էր։ Ոսկե թելերը կազմում էին նախշեր, որոնք պատմություններ էին պատմում, խորհրդանիշներ, որոնք նա ճանաչում էր իր ուսումնասիրության տարիներից։ Սուրբ երկրաչափություն։ Ոսկե համամասնություն։ Յուրաքանչյուր կորն իմաստ ուներ։ Աշխատակցուհիները օգնեցին նրան հանել համազգեստը։ Անահիտը կանգնեց այնտեղ սուպերմարկետից գնված պարզ ներքնազգեստով, զգալով իր իրականության այդ շքեղ աշխարհի մեջ եղած հակադրությունը։ Կանանցից մեկը, ավելի տարեց, խղճահարությամբ նայեց նրան։ Սիրելիս, դու ստիպված չես դա անել։ Սա նվաստացուցիչ է։ Գիտեմ, ցածրաձայն պատասխանեց Անահիտը։ Բայց ինձ ավելի վատ ձերով են նվաստացրել։ Եվ ես գոյատել եմ։ Զգեստը սահեց նրա մարմնով, ինչպես ջուր։ Անահիտը զգաց սառը կտորը իր մաշկին, ասեղնագործությունների ծանրությունը, կիսաշրջազգեստի կատարյալ անկումը։ Աշխատակցուհիները փակեցին մեջքի կայծակաճարմանդը հետ քաշվեցին։ Անահիտը շրջվեց դեպի ամբողջ հասակով հայելին մի պահ չճանաչեց սեփական արտացոլանքը։ Զգեստը կատարյալ էր նստել։ Կարծես հենց իր համար լիներ կարված։ Լանջաբացվածքն ընդգծում էր նրա ուսերը, ընդգծված գոտկատեղը ստեղծում էր էլեգանտ ուրվագիծ, իսկ վառ կարմիրը դրամատիկ կերպով հակադրվում էր նրա թուխմաշկին։ Անահիտը վերջին տարիներին նիհարել էր։ Սթրեսը փողի պակասը քանդակել էին նրա մարմինն այնպես, ինչպես ոչ մի մարզասրահ չէր կարող։ Եվ ճակատագրի ինչ-որ բերումով, ինչ-որ անհնարին զուգադիպությամբ, այդ 2 միլիոնանոց զգեստը նրան համապատասխանում էր ինչպես երկրորդ մաշկ։ Երկու աշխատակցուհիները բերանները բաց մնացին։ Աստված իմ, շշնջաց նրանցից մեկը։ Դուք հիասքանչ տեսք ունեք։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Նա զգում էր, թե ինչպես է սիրտը ուժգին բաբախում կրծքում։ Նրա մի մասը ուզում էր պոկել այդ զգեստը փախչել։ Բայց մյուս մասը, մի մաս, որը նա վաղուց թաղել էր, ուզում էր վերադառնալ այդ սրահ ցույց տալ բոլորին, որ նա ավելին է, քան նրանք պատկերացնում էին։ Շատ ավելին։ Նա բացեց դուռը վերադարձավ սրահ։ Նախկինում հագած ցածրակրունկ կոշիկները փոխարինվել էին բարձրակրունկներով, որոնք համապատասխանում էին զգեստին։ Նրա քայլերն արձագանքում էին բացարձակ լռության մեջ, որը տիրեց սրահում հենց նրա հայտնվելուն պես։ Անահիտը դանդաղ քայլեց դեպի սրահի կենտրոն, որտեղ Կարապետը սպասում էր շոկի անհավատության մեջ տատանվող արտահայտությամբ։ Նա կանգնեց նրա դիմաց թեթ խոնարհվեց, ինչպես տեսել էր, որ մոդելներն են անում հեռուստացույցի նորաձության ցուցադրություններում։ Հետո դանդաղ շրջվեց, թույլ տալով, որ բոլորը տեսնեն։ Զգեստը կատարյալ էր։ Չկար ոչ մի թերություն, ոչ մի կնճիռ, ոչ մի կետ, որտեղ այն չհամապատասխաներ։ Երբ նա վերջապես նորից կանգնեց Կարապետի դիմաց, նրա աչքերը հանդիպեցին վերջինիս աչքերին։ Եվ այս անգամ նա էր, որ ժպտաց։ Այն կատարյալ համապատասխանեց, ասաց նա հանգիստ ձայնով։ Դուք խոստացաք ամուսնանալ ինձ հետ, եթե զգեստը համապատասխանի։ Այդպես չէիք ասել բոլորի առաջ։ Թե ձեր դիրքի տեր մարդը չի կատարում իր խոստումները։ Սրահում տիրող լռությունը խլացուցիչ էր։ Կարապետը բացեց բերանը, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Նա շուրջը նայեց, աջակցություն, ելք, որե բան փնտրելով։ Բայց հյուրերը հմայված էին։ Բջջային հեռախոսները շարունակում էին նկարահանել։ Տեսարանը դաժան կատակից վերածվել էր բոլորովին այլ բանի։ Անահիտը մի քայլ առաջ արեց, ներխուժելով նրա անձնական տարածք, ինչպես նա էր արել իր հետ րոպեներ առաջ։ Նրա ձայնը ցածր դուրս եկավ, բայց բավականաչափ հաստատուն, որպեսզի մոտակայքում գտնվողները լսեն։ Դուք ինձ օգտագործեցիք զվարճանալու համար։ Գրազ եկաք, որ ես կնվաստանամ, որ զգեստը չի համապատասխանի, որ ես ծաղրի առարկա կդառնամ։ Բայց դուք սխալվեցիք։ Եվ հիմա դուք ձեր իսկ դաժանության գերին եք։
Նա շրջվեց դեպի հանդիսատեսը, թեթակի բարձրացնելով ձայնը. «Տիկնայք պարոնայք, դուք վկաներ եք»։ Այս մարդը հրապարակային խոստում տվեց. «Մի մարտահրավեր։ Եվ ես կատարեցի իմ մասը»։ Զգեստը համապատասխանում է։ Կատարյալ համապատասխանում է։ Հիմա ես հարցնում եմ, նա կկատարի իր խոսքը, թե՞ այս ամենը ընդամենս մեկ ցուցադրություն է, թե ինչպես են փող ունեցող մարդիկ կարծում, որ կարող են խաղալ ուրիշների կյանքի հետ, առանց հետանքների։ Սրահը սկսեց խշշալ։ Որոշ մարդիկ անհարմար էին զգում։ Մյուսները ակնհայտորեն զվարճանում էին։ Անահիտը տեսավ մի տարեց կնոջ, ջերմակ մազերով մարգարտե վզնոցով, որը թեթակի գլխով արեց իր ուղղությամբ։ Լուռ հավանություն։ Կարապետը վերականգնեց իրեն, կամ գոնե փորձեց։ Նա ծիծաղեց, բայց ձայնը ստիպված դուրս եկավ։ Սա ընդամենը կատակ էր։ Դուք չեք կարող լուրջ լինել։ Նույնքան լուրջ, որքան դուք էիք, երբ ինձ ցուցադրեցիք հարյուրավոր մարդկանց առաջ, պատասխանեց Անահիտը։ Նույնքան լուրջ, որքան այն նվաստացումը, որը դուք պլանավորել էիք ինձ համար։ Թե՞ կանոնները գործում են միայն այն ժամանակ, երբ դուք եք հաղթում։ Օդում լարվածությունը շոշափելի էր։ Անահիտը գիտեր, որ սահման է հատել։ Գիտեր, որ հավանաբար կկորցնի աշխատանքը։ Բայց նրա ներսում ինչ-որ բան կոտրվել էր։ Գուցե դա տարիներ շարունակ անտեսանելի լինելու հոգնածությունն էր։ Գուցե դա բոլոր այն անարդարությունների կուտակված զայրույթն էր, որը նա լուռ կուլ էր տվել։ Կամ գուցե պարզապես այն փաստն էր, որ այդ կարմիր զգեստով, այդ լույսերի տակ, նա վերջապես իրեն տեսանելի էր զգում։ Մոխրագույն կոստյումով մի տղամարդ սկսեց ծափահարել։ Դանդաղ, ռիթմիկ։ Մյուսները միացան նրան։ Վայրկյանների ընթացքում սրահի մի մասը ծափահարում էր։ Ոչ բոլորը, բայց բավականաչափ, որպեսզի Կարապետը հասկանա, որ կորցրել է իրավիճակի վերահսկողությունը։ Նրա կատակը շրջվել էր իր դեմ։ Պատմությունը փոխվել էր։ Եվ նա, սովոր ամեն ինչ վերահսկելու, չգիտեր ինչպես արձագանքել։ Անահիտը հայացքը հառել էր նրա վրա։ Ոչ թե ագրեսիվ մարտահրավերով, այլ լուռ արժանապատվությամբ, որը շատ ավելի հզոր էր։ Նա կարիք չուներ բղավելու։ Կարիք չուներ հարձակվելու։ Նրա պարզ ներկայությունն այնտեղ, այդ զգեստով, գլուխը բարձր պահած, արդեն ամեն ինչ ասում էր։ Կարապետը վերջապես խոսեց, նրա ձայնը կորցրել էր նախկին զվարթությունը։ Կարծում եմ, մենք բոլորս մի փոքր տարվեցինք։ Սա թյուրիմացություն էր։ Նա նայեց Անահիտին մի բանով, որը կարող էր լինել հարգանք կամ վախ, նա վստահ չէր։ Դուք ապացուցեցիք ձեր տեսակետը։ Կարող եք պահել զգեստը։ Անահիտը գլուխը թափահարեց։ Ես զգեստը չեմ ուզում։ Ես հարգանք եմ ուզում։ Ուզում եմ, որ դուք հասկանաք, որ մարդիկ ձեր զվարճանքի համար խաղալիքներ չեն։ Նա դադար տվեց, թույլ տալով, որ բառերը ծանրանան։ Եվ ուզում եմ, որ այստեղ բոլորը դա հասկանան։ Նա սկսեց հեռանալ, բայց հետո վերջին անգամ շրջվեց։ Պարոն Մուրադյան։ Եթե դուք իսկապես ուզում եք բարեգործություն անել, սկսեք արժանապատիվ աշխատավարձ վճարել ձեզ համար աշխատող մարդկանց։ Բարեգործությունը ողորմություն տալը չէ։ Դա բոլորին վերաբերվելն է այն արժանապատվությամբ, որին նրանք արժանի են։ Անահիտը դուրս եկավ սրահից, գլուխը բարձր պահած, կարմիր զգեստը փայլում էր լույսերի տակ, թողնելով իր հետից ծանր լռություն հարյուրավոր ապշած հայացքներ։ Երբ հասավ հանդերձարան, նրա ոտքերը վերջապես դավաճանեցին։ Նա նստեց նստարանին, սկսեց դողալ։ Ինչ էր արել։ Նա հենց նոր առերեսվել էր Երանի ամենահարուստ մարդկանցից մեկի հետ։ Հենց նոր իրեն ցուցադրել էր հարյուրավոր մարդկանց առաջ։ Տեսանյութերն արդեն պետք է որ շրջանառվեին սոցիալական ցանցերում։ Ավելի տարեց աշխատակցուհին, որը նախկինում օգնել էր նրան, մտավ հանդերձարան։ Նա մի շիշ ջուր բերեց, առաջարկեց Անահիտին։ Դու շատ խիզախ էիր, ասաց նա մեղմորեն։ Բայց նա շատ անխոհեմ։ Նրա նման մարդիկ չեն մոռանում։ Գիտեմ, շնջաց Անահիտը, դողացող ձեռքերով ջուր խմելով։ Բայց ես այնքան հոգնել էի գլուխս խոնարհելուց։ Հասկանում եմ։ Բայց հիմա դու պետք է պատրաստվես։ Որովհետև փոթորիկը նոր է սկսվում։ Անահիտը զգուշորեն հանեց կարմիր զգեստը, կարծես զրահ լիներ հանում։
Վերադարձավ իր ու սպիտակ համազգեստին, վերադարձավ անտեսանելիությանը։ Բայց ինչ-որ բան փոխվել էր։ Նա թույլ էր տվել, որ իրեն տեսնեն, թեկուզ մի քանի րոպեով։ Եվ հիմա հետդարձի ճանապարհ չկար։ Երբ գիշերվա ժամը 3-ին դուրս եկավ հյուրանոցից, իր հերթափոխն ավարտելով գործընկերների հետաքրքրասեր հայացքների շշուկների ներքո, Անահիտը նստեց գրեթե դատարկ ավտոբուսը, դեպի Մալաթիա Սեբաստիա։ Նա պատուհանից նայում էր Երանի մութ փողոցներին, գիշերվա մեջ շրջող սակավաթիվ մեքենաներին, կենտրոնի հեռավոր լույսերին, որոնք փայլում էին ինչպես անհասանելի խոստումներ։ Նրա բջջայինը թրթռաց։ Ծանուցում էր։ Հետո մեկ ուրիշը։ Եվ մեկ ուրիշը։ Անահիտը բացեց սոցիալական ցանցի հավելվածը, սիրտը սկսեց արագ բաբախել։ Տեսանյութը ամենուր էր։ Միլիոնավոր դիտումներ։ Հազարավոր մեկնաբանություններ։ Ստեղծված հեշթեգներ։ Նրա դեմքը, այդ կարմիր զգեստով, Կարապետ Մուրադյանի հետ առերեսվելիս, վիրուսային էր դարձել։ Նա կարդաց մի քանի մեկնաբանություն։ Թագուհի։ Ինչ խիզախ կին։ Նա արժանի էր դրան։ Բայց կային նա ուրիշները։ Իրեն ով է կարծում։ Շահամոլ։ Իր տեղում պետք է մնար։ Անահիտը փակեց հավելվածը, զգալով, թե ինչպես է ստամոքսը խառնվում։ Նա տուն հասավ, երբ երկինքը սկսում էր բացվել։ Լիլիթը դեռ քնած էր, դեմքը հանգիստ, մաշված բարձին։ Անահիտը նստեց բազմոց մահճակալի եզրին, շոյեց դստեր մազերը։ Գոնե նա դեռ ոչինչ չգիտեր։ Գոնե Անահիտը մինչ վաղը ժամանակ ուներ պարզելու, թե ինչպես բացատրի կատարվածը։ Բայց մինչ նա դիտում էր քնած Լիլիթին, մինչ արը ծագում էր Մալաթիա Սեբաստիայի վրա, բերելով պայքարի գոյատմանս մեկ օր, Անահիտը զգաց մի բան, որ վաղուց չէր զգացել։ Դա հույս չէր։ Դա ավելի վտանգավոր բան էր։ Դա այն զգացողությունն էր, որ նա հատել է մի սահման, որից այլս չէր կարող վերադառնալ։ Որ նա իրեն բացահայտել է այնպես, որ ամեն ինչ կփոխվի։ Դեպի լավը, թե վատը, նա դեռ չգիտեր։ Կարմիր զգեստը պահված էր մի պայուսակի մեջ, որը հյուրանոցը պնդել էր, որ նա վերցնի։ Կարապետը հրամայել էր ասել, որ այն այժմ իրենն է։ Նվեր։ Կամ գուցե հիշեցում։ Անահիտը նայեց սենյակի անկյունում դրված պայուսակին, մտածեց, արդյոք այդ թանկարժեք կտորը, այդ ոսկե ասեղնագործությունները արժեին այն գինը, որը նա պետք է վճարեր առաջիկա օրերին։ Դրսում Երանն արթնանում էր հերթական կիրակիի համար։ Եվ կենտրոնի որեշքեֆ հյուրանոցի համարում Կարապետ Մուրադյանը դիտում էր, թե ինչպես են տեսանյութերը վիրուսային դառնում, գուցե կյանքում առաջին անգամ հասկանում, որ նա լիովին թերագնահատել է մեկին։ Եվ որ այդ սխալը կարող է շատ ավելին արժենալ, քան 2 միլիոն դրամը։ Անահիտն արթնացավ սեղանիկի վրա անդադար թրթռացող հեռախոսի ձայնից։ Կիրակի առավոտյան ժամը 10 էր, նա ընդամենը 4 ժամ էր քնել։ Մարմինը ցավում էր, կարծես ամբողջ գիշեր քարեր լիներ գրել։ Նա վերցրեց հեռախոսը, աչքերը դեռ փակ, երբ վերջապես կարողացավ կենտրոնանալ էկրանի վրա, սիրտը կանգ առավ։ 230 ծանուցում։ Հաղորդագրություններ անծանոթ համարներից։ Հարցազրույցի խնդրանքներ։ Լրագրողներ, որոնք ցանկանում էին լսել նրա պատմությունը։ Եվ այնտեղ, գլխավոր էկրանին, երկրի ամենամեծ լրատվական պորտալի վերնագիրը։ Աշխատակցուհին առերեսվում է միլիոնատիրոջ հետ գալա երեկույթում, տեսանյութը վիրուսային է դառնում։ Նա նստեց մահճակալին, ավելի ճիշտ, բազմոց մահճակալին, որը կիսում էր Լիլիթի հետ։ Դուստրն այլս այնտեղ չէր։ Անահիտը խոհանոցից ձայներ լսեց, գտավ աղջկան սուրճ պատրաստելիս, դեռ գիշերազգեստով, պլանշետը ձեռքին։ Երբ Լիլիթը շրջվեց, տեսավ մորը, նրա աչքերը լայն բացված էին։ Մամ, դու համացանցում ես, ասաց նա զարմանքի անհանգստության խառնուրդով։ Բոլորը քո մասին են խոսում։ Անահիտը զգաց, թե ինչպես է ստամոքսը խառնվում։ Արդեն։ Այդքան արագ։ Նա մոտեցավ, Լիլիթը շրջեց պլանշետի էկրանը։ Այնտեղ նա էր, կարմիր զգեստով, առերեսվում էր Կարապետ Մուրադյանի հետ։ Տեսանյութը 15 միլիոն դիտում ուներ։ 15 միլիոն։ Անահիտը դժվարությամբ էր կարողանում ընկալել այդ թիվը։ Լիլիթ, ես կարող եմ բացատրել, սկսեց Անահիտը, բայց դուստրն ընդհատեց նրան։ Դու շատ գեղեցիկ էիր, մամ։ Եվ դու շատ խիզախ էիր։ Բայց ես նա վախենում եմ։
Աղջիկը գծեց ստորին շուրթը, մի ժեստ, որ անում էր փոքրուց, երբ անհանգիստ էր։ Մարդիկ վատ կմտածեն։ Դու կկորցնես աշխատանքդ։ Անահիտը գրկեց դստերը, զգալով պատասխանատվության ծանրությունը, որը ջզմում էր կուրծքը։ Չգիտեմ, սիրելիս։ Բայց խոստանում եմ, որ մենք լավ կլինենք։ Ինչ էլ որ պատահի։ Դա մի խոստում էր, որ Անահիտը վստահ չէր, թե կարող է կատարել։ Բայց դա միակ բանն էր, որ կարող էր առաջարկել այդ պահին։ Լիլիթը փաթաթվեց նրա գրկում, նրանք այդպես մնացին երկար րոպեներ, մայր ու աղջիկ, միասին դիմակայելով անհայտի վախին։ Հեռախոսը զանգեց։ Անուշն էր, նրա լավագույն ընկերուհին համալսարանական տարիներից, այն սակավաթիվ մարդկանցից մեկը, որ գիտեր Անահիտի ամբողջ պատմությունը։ Տեսա՞ր, հարցրեց Անուշը, առանց նույնիսկ բարելու։ Դու ամենուր ես, Անահիտ։ Ինչ ես արել։ Ես հոգնել եմ, պարզապես պատասխանեց Անահիտը։ Հոգնել եմ անտեսանելի լինելուց։ Հասկանում եմ։ Բայց դու գիտես, որ սա հետանքներ է ունենալու, չէ՞։ Այդ Մուրադյանի նման մարդիկ հեշտ չեն ներում։ Գիտեմ։ Անահիտը նայեց Լիլիթին, որը կանգնած էր գազօջախի մոտ։ Բայց ես այլս չէի կարող լռել։ Ոչ այդ մարդկանց առաջ։ Ոչ այս ամենից հետո։ Անուշը հոգոց հանեց հեռախոսի մյուս կողմում։ Դու ամենախելացի մարդն ես, ում ես ճանաչում եմ, Անահիտ։ 28 տարեկանում կենսաքիմիայի դոկտոր, փայլուն հետազոտող, գիտական հայտնագործություն, որը կարող էր փոխել քաղցկեղի բուժումը։ Իսկ հիմա միլիոնատերերի համար շամպայն ես մատուցում։ Սա երբեք արդար չի եղել։ Անահիտը փակեց աչքերը, զգալով հիշողության ծանոթ ցավը։ Խնդրում եմ, մի խոսիր այդ մասին։ Ես պետք է խոսեմ։ Որովհետև պրոֆեսոր Լոն Ղազարյանը գողացավ քո հետազոտությունը, քանդեց քո հեղինակությունը, երբեք չվճարեց իր արածի համար։ Իսկ դու թույլ տվեցիր, որ քեզ թաղեն։ Թույլ տվեցիր, որ քեզ ջնջեն։ Ինչո՞վ։ Այն դատական գործի պատճառով, որ նա հարուցեց քո դեմ։ Այն ստերի պատճառով, որ նա տարածեց։ Որովհետև ես դուստր ունեի մեծացնելու, Անուշ։ Որովհետև ես չէի կարող ինձ թույլ տալ պայքարել պետական համալսարանի ամբիոնի վարիչի դեմ։ Որովհետև նա ուներ փաստաբաններ, կապեր, իշխանություն։ Իսկ ես ինչ ունեի։ Պարտքեր 3 ամսական երեխա։ Հեռախոսի գծի լռությունը ծանր էր։ Անուշը գիտեր ամբողջ պատմությունը։ Նա ականատես էր եղել ամեն ինչի։ Այն օրվան, երբ Անահիտը ներկայացրեց իր թեզը հեղափոխական միացության մասին, որը հարձակվում էր քաղցկեղային բջիջների վրա, առանց առողջները ոչնչացնելու։ Այն օրվան, երբ պրոֆեսոր Լոն Ղազարյանը, նրա գիտական ղեկավարը, հասկացավ այդ հայտնագործության արտրային ներուժը։ Եվ այն օրվան, երբ նա արտոնագիրը գրանցեց իր անունով, պնդելով, որ Անահիտը ընդամենը օգնական է եղել, որ ամբողջ աշխատանքը մշակվել է իր ղեկավարությամբ։ Անահիտը փորձել էր պայքարել։ Իր ունեցած սուղ գումարով փաստաբան էր վարձել։ Ապացույցներ էր հավաքել, լաբորատոր տետրեր, էլեկտրոնային նամակներ։ Բայց Լոնը հզոր էր։ Նա լուրեր էր տարածել, թե Անահիտը կեղծել է տվյալները, որ նա էմոցիոնալապես անկայուն է, որ փորձել է գողանալ իր հետազոտությունները։ 6 ամսում Անահիտի հեղինակությունը քանդվել էր։ Ոչ մի լաբորատորիա չէր ուզում նրան աշխատանքի ընդունել։ Նրա կրթաթոշակը չեղարկվել էր։ Եվ հետո նա իմացել էր, որ հղի է Լիլիթով մի հարաբերությունից, որը չէր դիմացել սկանդալին։ Առանց փողի, առանց աշխատանքի, առանց ակադեմիական վստահության, Անահիտն արել էր այն, ինչ պետք է աներ։ Հանձնվել էր։ Թողել էր, որ Լոն Ղազարյանը վերցնի այն հայտնագործությունը, որն իրենն էր։ Տեսել էր, թե ինչպես է նա ստանում մրցանակներ, ֆինանսավորում, միջազգային ճանաչում։ Իսկ ինքը։ Նա ընդունվել էր առաջին իսկ գտած աշխատանքին մատուցողուհի կենտրոնի ռեստորաններից մեկում։ Հետո դարձել էր հյուրանոցի սպասուհի։ Եվ վերջապես հասել էր Գրանդ հոթել Երան ամենակայուն աշխատանքը, որը գտել էր տարիների ընթացքում։ Անահիտ, մեղմորեն ասաց Անուշը, գուցե այս տեսանյութը քո հնարավորությունն է։ Մարդիկ քո կողմից են։ Դու հիմա ձայն ունես։ Դու կարող ես բացահայտել այն, ինչ Լոնն արեց։ Իսկ դու կարծում ես, ինչ-որ մեկը կհավատա, դառնությամբ հարցրեց Անահիտը։ Ես հյուրանոցի աշխատակցուհի եմ։ Նա հարգված պրոֆեսոր է։ Քո կարծիքով, ով ունի վստահություն։
Այս տեսանյութից առաջ, գուցե նա։ Բայց հիմա։ Հիմա դու այն կինն ես, որը առերեսվեց միլիոնատիրոջ հետ հաղթեց։ Հիմա մարդիկ քեզ ուշադրություն են դարձնում։ Անահիտը չպատասխանեց։ Նրա մի մասը ուզում էր հավատալ, որ Անուշը ճիշտ է։ Բայց ավելի մեծ մասը, այն մասը, որը կոտրվել վերականգնվել էր այնքան շատ անգամ, վախենում էր որևէ բան սպասել։ Կիրակի մնացած մասն անցավ անհանգիստ մշուշի մեջ։ Անահիտը փորձում էր անտեսել հեռախոսը, բայց հաղորդագրությունները չէին դադարում։ Ոմանք աջակցություն էին առաջարկում։ Ոմանք վիրավորանքներ էին ուղարկում։ Նրան անվանում էին շահամոլ, շահադիտական նպատակներ հետապնդող, մեկը, որը փորձում է օգտվել հարուստ տղամարդուց։ Անահիտը կարդում էր յուրաքանչյուր հաղորդագրություն, կարծես դրանք հարվածներ լինեին Ստամոքսին։ Երկուշաբթի առավոտյան նա հագնվեց աշխատանքի գնալու համար, ինչպես միշտ։ Անթերի համազգեստ, հավաքված մազեր, նվազագույն դիմահարդարում։ Լիլիթը գունատ էր դպրոց գնալուց առաջ։ Ընկերուհիներն արդեն տեսել էին տեսանյութը, հարցեր էին տալիս։ Անահիտը համբուրեց դստեր ճակատը, խոստացավ, որ ամեն ինչ լավ կլինի։ Եվս մեկ խոստում, որը վստահ չէր, թե կարող է կատարել։ Երբ հասավ Գրանդ հոթել Երան, Անահիտն անմիջապես զգաց տարբերությունը։ Գործընկերների հայացքները տարբեր էին։ Ոմանք հիացած, ոմանք վիրավորված։ Հանդերձարանում 3 աշխատակցուհիներ, որոնք երբեք նրա հետ չէին խոսել, մոտեցան։ Նրանցից մեկը, Կարինեն, դիպավ նրա թին։ Դուք հիանալի էիք, ասաց նա ցածրաձայն։ Ես կուզենայի ձեր խիզախությունն ունենալ։ Մեկ այլ գործընկեր, ավելի տարեց, գլուխը թափահարեց։ Դու քո գերեզմանն ես փորել, աղջիկ։ Հարուստ մարդիկ չեն մոռանում։ Անահիտը պատասխանելու ժամանակ չունեցավ։ Կառավարիչը հայտնվեց հանդերձարանի դռան մոտ, լուրջ արտահայտությամբ։ Անահիտ Սարգսյան։ Իմ գրասենյակ։ Հիմա։ Կառավարչի գրասենյակը գտնվում էր հյուրանոցի նկուղում, էլեգանտ միջանցքներից շքեղ հյուրերից հեռու։ Դա փոքր, առանց պատուհանների սենյակ էր, բորբոսի հին թղթի հոտով։ Կառավարիչը, պարոն Արմենը, 50 անց էր հյուրանոցում աշխատում էր 3 տասնամյակ։ Նա մատնացույց արեց իր սեղանի դիմացի աթոռը, առանց որևէ խոսք ասելու։ Անահիտը նստեց, պահպանելով ուղիղ կեցվածքը։ Նա գիտեր, թե ինչ է սպասվում։ Դուք շատ մեծ խնդիր եք ստեղծել, սկսեց պարոն Արմենը։ Պարոն Մուրադյանը կարոր հաճախորդ է։ Շատ կարոր։ Նա միլիոններ է ներդնում այս հյուրանոցում։ Իսկ դուք նրան հրապարակավ նվաստացրել եք։ Նա ինձ նվաստացրեց առաջինը, հանգիստ պատասխանեց Անահիտը։ Նա ինձ օգտագործեց որպես զվարճանք իր հյուրերի համար։ Դա կարոր չէ։ Կառավարիչը ձեռքով հարվածեց սեղանին։ Դուք աշխատակից եք։ Նա հյուր է։ Դուք պետք է գլուխը խոնարհեիք, առաջ շարժվեիք։ Անահիտը զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում կոկորդով։ Այսինքն, այդքանը։ Աշխատակիցները արժանապատվության իրավունք չունեն։ Մենք պետք է ընդունենք ցանկացած նվաստացում, որովհետև աշխատանքի կարիք ունենք։ Պարոն Արմենը հոգոց հանեց, հանկարծակի հոգնած տեսքով։ Անահիտ, ես հասկանում եմ ձեր հիասթափությունը։ Իսկապես։ Բայց դուք հյուրանոցին դրել եք նուրբ իրավիճակում։ Վարչական խորհուրդը ճնշումների է ենթարկվում։ Պարոն Մուրադյանը սպառնացել է հետ կանչել իր ներդրումները։ Եվ տնօրինությունը լուծում է ուզում։ Թույլ տվեք, գուշակեմ։ Լուծումն այն է, որ ինձ աշխատանքից հեռացնեն։ Ոչ այնքան։ Նա բացեց սեղանի վրա դրված թղթապանակը։ Ձեզ տեղափոխում են։ Լվացքատուն։ Գիշերային հերթափոխով։ Գիշերվա 2-ից մինչ առավոտյան 10-ը։ Աշխատավարձը կպահպանվի, բայց դուք կկորցնեք թեյավճարները, միջնորդավճարները։ Անահիտը զգաց, թե ինչպես է գետինը փլվում իր ոտքերի տակ։ Լվացքատունը հյուրանոցի ամենավատ բաժինն էր։ Ծանր աշխատանք, անտանելի շոկ, հերթափոխ, որը թույլ չէր տա նրան տեսնել, թե ինչպես է Լիլիթն արթնանում դպրոց գնալու համար։ Դա տեղափոխության անվան տակ քողարկված պատիժ էր։ Միջոց ստիպելու նրան աշխատանքից դուրս գալ, առանց որ հյուրանոցը ստիպված լիներ վճարել ծախսերը։ Իսկ եթե հրաժարվեմ, հարցրեց նա, թե արդեն գիտեր պատասխանը։ Այդ դեպքում կհեռացվեք հիմնավոր պատճառով։ Անհնազանդություն։
Եվ ոչ մի փոխհատուցում չեք ստանա։ Անահիտը փակեց աչքերը։ Նա ընտրություն չուներ։ Նրան պետք էր աշխատանքը։ Նրան պետք էր փողը։ Լիլիթը կախված էր իրենից։ Երբ եմ սկսում, հարցրեց նա խռպոտ ձայնով։ Վաղը գիշեր։ Պարոն Արմենը չնայեց նրա աչքերին։ Ցավում եմ, Անահիտ։ Բայց դուք սխալ մարդու հետ եք կապվել։ Անահիտը դուրս եկավ գրասենյակից, ոտքերը դողում էին։ Միջանցքում հանդիպեց մի քանի գործընկերների, որոնք ակնհայտորեն լսել էին ամեն ինչ։ Ոչ ոք ոչինչ չասաց։ Պարզապես նայում էին նրան խղճահարությամբ կամ թեթացումով, որ իրենք չեն նրա տեղում։ Անահիտը վերցրեց իր իրերը պահարանից շուտ գնաց։ Ուժ չուներ այնտեղ մնալու։ Փողոցում մարտի առը ուժեղ էր այրում։ Անահիտը սկսեց քայլել առանց որոշակի ուղղության, կարիք ունենալով մարսելու կատարվածը։ Նրա բջջայինը նորից զանգեց։ Եվս մեկ ծանուցում։ Եվս մեկ մեկնաբանություն տեսանյութի մասին։ Նա գրեթե առանց մտածելու բացեց հավելվածը, տեսավ, որ այժմ տեսանյութը 25 միլիոն դիտում ունի։ Մարդիկ հեշթեգներ էին ստեղծել։ Արդարություն Անահիտի համար։ Գոռոզ միլիոնատեր։ Օրվա վիրուս։ Բայց յուրաքանչյուր աջակցող մեկնաբանությանը երկու ատելության մեկնաբանություն էր համապատասխանում։ Շահամոլ։ Նա ուզում էր ուշադրություն գրավել։ Աղքատը փորձում է հարուստ բռնել։ Անահիտը կարդում էր մեկնաբանություն առ մեկնաբանություն, զգալով յուրաքանչյուր բառը որպես դանակի հարված։ Ինչու էին մարդիկ այդքան դաժան։ Ինչու չէին կարողանում տեսնել, որ նա ընդամենը պաշտպանել էր իր արժանապատվությունը։ Հետո Անահիտը տեսավ մի բան, որը ստիպեց նրան կանգ առնել մայթի մեջտեղում։ Ստուգված հաշվից մի մեկնաբանություն, մեկից, ում նա անմիջապես ճանաչեց։ Դա լրագրող Լուսինե Հակոբյանն էր, հայտնի իր հետաքննական ռեպորտաժներով։ Մեկնաբանության մեջ ասվում էր. այս կինը պատմություն ունի։ Ինչ-որ մեկը ավելին գիտի։ Անահիտ Սարգսյանի մասին։ Ես հետաքննում եմ։ Անահիտի սիրտը սկսեց արագ բաբախել։ Լուսինե Հակոբյանը լավ էր իր գործում։ Եթե նա սկսեր հետաքննել, որքան ժամանակ կպահանջվեր, մինչ նա բացահայտեր Անահիտի անցյալը։ Գողացված թեզի մասին։ Պրոֆեսոր Լոն Ղազարյանի մասին։ Անահիտը տուն հասավ նախքան Լիլիթի դպրոցից վերադառնալը։ Նստեց բազմոց մահճակալին, վերջապես թույլ տվեց, որ արցունքները հոսեն։ Լացեց աշխատանքի նվաստացման համար։ Անարդար տեղափոխության համար։ Ապագայի վախի համար։ Բայց նա լացեց այն ամենի համար, ինչ կորցրել էր 10 տարի առաջ։ Փայլուն կարիերայի համար, որը նրանից գողացել էին։ Տարիների հետազոտության համար, որի փառքը ուրիշը վերցրեց։ Տաղանդի համար, որը վատնվեց, որովհետև նա ուժ չուներ պայքարելու։ Երբ Լիլիթը եկավ, Անահիտն արդեն լվացել էր դեմքը, ճաշ էր պատրաստում։ Աղջիկը մտավ գլխիկոր, պայուսակը նետեց բազմոցին, առանց խոսելու գնաց սենյակ։ Անահիտը հետեց նրան, գտավ դստերը մահճակալին պառկած, առաստաղին նայելով։ Ինչ է պատահել, մեղմորեն հարցրեց Անահիտը։ Դպրոցի աղջիկները տեսել են տեսանյութը, պատասխանեց Լիլիթը, առանց մորը նայելու։ Կատակներ էին անում։ Ասում էին, որ դու փորձում ես խաբել հարուստին։ Որ մենք աղքատ ենք, դու ուզում ես նրա փողերը վերցնել։ Անահիտը սուր ցավ զգաց կրծքում։ Նա չէր մտածել, թե դա ինչպես կազդի Լիլիթի վրա։ Այնքան կենտրոնացած էր իր սեփական նվաստացման վրա, որ մոռացել էր, որ դուստրը նույնպես գին կվճարի։ Սիրելիս, դա ճիշտ չէ։ Դու դա գիտես։ Գիտեմ, մամ։ Լիլիթը վերջապես նայեց նրան, նրա աչքերը կարմրած էին։ Բայց նրանք չգիտեն։ Եվ ինձ վիրավորում են։ Սարսափելի բաներ են ասում։ Անահիտը գրկեց դստերը, զգալով անզորությունը, որն այրում էր երակները։ Ինչպես պաշտպանել 12 տարեկան երեխային աշխարհի դաժանությունից։ Ինչպես բացատրել, որ երբեմն ճիշտ բան անելը չի նշանակում, որ ամեն ինչ լավ կլինի։ Այդ գիշեր Անահիտը սկսեց իր նոր հերթափոխը լվացքատանը։ Աշխատանքը ճիշտ այնքան վատն էր, որքան նա պատկերացնում էր։ Հսկայական մեքենաներ, որոնք անդադար մռնչում էին, անտանելի շոկ, նույնիսկ օդափոխության դեպքում, ծավալների սրբիչների անվերջ կույտեր, որոնք պետք է լվացվեին, չորացվեին, արդուկվեին, ծալվեին։
Նրա ձեռքերը կարմրեցին ուռեցին մի քանի ժամվա ընթացքում։ Մեջքը ցավում էր ծանր զամբյուղներ կրելուց։ Եվ ամենավատը հոտն էր, քիմիական նյութերի գոլորշու խառնուրդ, որը կպչում էր մաշկին մազերին։ Լվացկատան մյուս աշխատակցուհիները նրան սառն ընդունեցին։ Նրանք գիտեին, որ նրան իջեցրել են պաշտոնում, չէին ուզում կապվել մեկի հետ, ով խնդիրներ ուներ ղեկավարության հետ։ Անահիտն աշխատում էր մենակ, լռության մեջ, կորած իր մտքերում։ Առավոտյան ժամը 6-ին, սուրճի ընդմիջման ժամանակ, Անահիտը վերջապես նորից ստուգեց բջջայինը։ Եվ այն, ինչ տեսավ, սառեցրեց նրան։ Նոր լուր կար։ Մի մեծ հոդված Լուսինե Հակոբյանի պորտալում։ Վերնագիրն ասում էր. Ո՞վ է Անահիտ Սարգսյանը։ Կարմիր զգեստով կինն ունի անցյալ, որը կարող է զարմացնել ձեզ։ Դողացող ձեռքերով Անահիտը բացեց հոդվածը։ Եվ այնտեղ ամեն ինչ կար։ Լուսինե Հակոբյանը բացահայտել էր։ Նա գտել էր համալսարանի 5 գրառումները, հարցազրույցներ վերցրել նախկին համակուրսեցիներից, եղել Անահիտի դոկտորական թեզը։ Հոդվածը պատմում էր հեղափոխական հետազոտության, հակաքաղցկեղային միացության մասին, այն մասին, թե ինչպես այդ հայտնագործությունը կարող էր փրկել միլիոնավոր կյանքեր։ Եվ հետո պատմում էր գողության մասին։ Պրոֆեսոր Լոն Ղազարյանի մասին։ Այն մասին, թե ինչպես էր նա արտոնագիրը գրանցել իր անունով։ Այն դատական գործի մասին, որ նա հարուցել էր Անահիտի դեմ։ Այն մասին, թե ինչպես էր նա քանդել նրա կարիերան, միլիոններ շահելով մի հայտնագործությունից, որն իրենը չէր։ Հոդվածը մանրամասն էր, լավ հետազոտված, բացարձակապես կործանարար։ Լուսինե Հակոբյանը ներկայացնում էր ապացույցներ, փաստաթղթեր, վկայություններ։ Եվ վերջում մի հարց էր տալիս, որն արձագանքեց Անահիտի մտքում։ Եթե Անահիտ Սարգսյանը կարողացել է ստեղծել մի բան, որը կարող էր հեղափոխել քաղցկեղի բուժումը, ինչու է նա աշխատում որպես հյուրանոցի աշխատակցուհի։ Եվ ով պետք է վճարի այս տաղանդի վատնման համար։ Անահիտը հենվեց լվացկատան պատին, զգալով, թե ինչպես են ոտքերը թուլանում։ Նրա գաղտնիքը բացահայտվել էր։ Նրա պատմությունը համացանցում էր, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի։ Եվ նա չգիտեր, դա օրհնություն էր, թե անեծք։ Մի նույն ժամանակ քաղաքի մյուս ծայրում, կենտրոնի շքեղ պենթհաուսում, Կարապետ Մուրադյանը նույնպես կարդում էր նույն հոդվածը։ Եվ այդ տեսանյութի վիրուսային դառնալուց հետո առաջին անգամ նա հասկացավ իր սխալի մեծությունը։ Նա չէր նվաստացրել մի պարզ աշխատակցուհու։ Նա նվաստացրել էր մի փայլուն գիտնականի, որն արդեն մեկ անգամ ոչնչացվել էր։ Եվ հիմա ամբողջ աշխարհը գիտեր դրա մասին։ Նրա հեռախոսը սկսեց զանգել։ Նրա մամուլի խորհրդականն էր, ձայնը խուճապով լի։ Պարոն Մուրադյան, մենք խնդիր ունենք։ Շատ մեծ խնդիր։ Ներդրողները մեզ են զանգում։ Ուզում են իմանալ, թե ինչու եք դուք նվաստացրել մի գիտնականի, որը կարող էր քաղցկեղ բուժել։ Սոցիալական ցանցերը պայթում են։ Նրանք կոչ են անում բոյկոտել ձեր ընկերությունները։ Կարապետն անջատեց հեռախոսը, քայլեց դեպի պատուհան։ Ներքում Երանի փողոցները փայլում էին առավոտյան արի տակ։ Ամեն ինչ այնքան պարզ էր թվում, երբ նա այդ առաջարկն արեց պարահանդեսում։ Կատակ։ Զվարճանքի պահ։ Ինչպես կարող էր պատկերացնել, որ հյուրանոցի աշխատակցուհին այդպիսի պատմություն ունի։ Ինչպես կարող էր իմանալ, որ նա դիպչում է մեկին, ով արդեն նախկինում տապալվել է։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Կարապետ Մուրադյանը զգաց մի բան, որին սովոր չէր՝ վախ։ Վախ, որ նա քանդել է իր սեփական հեղինակությունը։ Վախ, որ իր կառուցած բիզնեսները կփլուզվեն։ Եվ ավելի վատ, վախ, որ գուցե նա արժանի է այս ամենին։ Անահիտն իր հերթափոխը լվացկատանը ավարտեց առավոտյան ժամը 10-ին, հյուծված մարմինը ցավում էր։ Երբ տուն հասավ, գտավ Անուշին, որը սպասում էր շենքի դռան մոտ։ Ընկերուհու աչքերում արցունքներ կային։ Ես տեսա հոդվածը, ասաց Անուշը, ամուր գրկելով Անահիտին։ Վերջապես ինչ-որ մեկը պատմեց ճշմարտությունը։ Վերջապես աշխարհն իմացավ, թե ինչ է պատահել քեզ հետ։ Անահիտը թույլ տվեց, որ արցունքները նորից հոսեն։ Չգիտեմ, սա լավ է, թե վատ։ Չգիտեմ, ինչ անել հիմա։ Դու պետք չէ ոչինչ անես։ Թող աշխարհն անի քո փոխարեն։ Մարդիկ հիմա գիտեն ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը ուժ ունի։ Բայց Անահիտը վստահ չէր դրանում։
Ճշմարտությունն առանց ուժի ընդամենը տխուր պատմություն է։ Եվ նա արդեն բավականաչափ տխուր պատմություններ ուներ մի ամբողջ կյանքի համար։ Նրան ավելին էր պետք։ Մի բան, որը դեռ չգիտեր ինչպես ձեռք բերել։ Արդարություն։ Հատուցում։ Մի հնարավորություն վերականգնելու այն, ինչ քանդվել էր։ Եվ գուցե, միայն գուցե, հնարավորություն վերջապես օգտագործելու իր տաղանդը այն նպատակի համար, որի մասին միշտ երազել էր, կյանքեր փրկել։ Լուսինե Հակոբյանի հոդվածը դոմինոյի էֆեկտ առաջացրեց, որը ոչ ոք, նույնիսկ ինքը լրագրողը, չէր կարող կանխատեսել։ 48 ժամվա ընթացքում Անահիտի պատմությունը դադարեց լինել պարզապես զվարճալի վիրուսային տեսանյութ մի աշխատակցուհու մասին, որը առերեսվում է միլիոնատիրոջ հետ։ Այն վերածվեց անարդարության վատնված տաղանդի, ակադեմիական համակարգի սոցիալական անհավասարության կողմից լռեցված կանանց ազգային խորհրդանիշի։ Սոցիալական ցանցերը պայթեցին մի զայրույթով, որը Անահիտը դժվարությամբ էր կարողանում հասկանալ։ Ամբողջ աշխարհի գիտնականները սկսեցին կիսվել գողացված հետազոտությունների, բռնակալ ղեկավարների, ավելի հզոր մարդկանց կողմից քանդված կարիերաների մասին իրենց սեփական պատմություններով։ Կանայք կիսվում էին ոտնձգությունների, նվաստացումների, սեփական աշխատավայրերում անտեսանելի լինելու մասին պատմություններով։ Եվ այս ամենի կենտրոնում Անահիտն էր, կարմիր զգեստով կինը, որը համարձակվել էր գլուխը չխոնարհել։ Կարապետ Մուրադյանի համար այդ 48 ժամը արթուն մղձավանջ էր։ Երեքշաբթի առավոտյան 3 խոշոր ներդրողներ հետ կանչեցին իրենց ներդրումները Երանում նրա անշարժ գույքի նախագծերից։ Չորեքշաբթի օրը Գյումրիում նրա նոր նախագծի համար պատասխանատու շինարարական ընկերությունը չեղարկեց պայմանագիրը, վկայակոչելով հանրային իմիջի հետ կապված մտահոգությունները։ Հինգշաբթի օրը նրա ընկերությունների աշխատակիցները սկսեցին հրապարակավ հրաժարական տալ, սոցիալական ցանցերում տեսանյութեր տեղադրելով բացատրելով, որ չեն կարող աշխատել մեկի համար, ով մարդկանց այդքան արամարանքով է վերաբերվում։ Ֆինանսական ազդեցությունը կործանարար էր։ Կարապետը հաշվարկում էր առնվազն 50 միլիոն դրամի վնաս միայն առաջին օրերին։ Բայց հեղինակության վրա ազդեցությունն ավելի վատն էր։ Նրա անունը, որը նախկինում հաջողության իշխանության հոմանիշն էր, այժմ կապվում էր դաժանության ամբարտավանության հետ։ Ընդամենը մեկ շաբաթում նա հարգված գործարարից վերածվել էր հանրային թիվ 1 չարագործի։ Նստած իր գրասենյակում, կենտրոնի պենթհաուսում, Կարապետը աճող հուսահատությամբ դիտում էր լուրերը։ Բոլորը խոսում էին Անահիտի մասին։ Նրա գողացված հետազոտության մասին։ Հակաքաղցկեղային միացության մասին, որը կարող էր կյանքեր փրկել, եթե նա հնարավորություն ունենար շարունակելու իր աշխատանքը։ Մի ուռուցքաբան բժիշկ հարցազրույց տվեց ասաց, որ այդ հետազոտությունը, եթե պատշաճ կերպով մշակվեր, կարող էր զգալի առաջընթաց ներկայացնել պինդ ուռուցքների բուժման մեջ։ Հազարավոր հիվանդներ կարող էին օգուտ քաղել։ Եվ այս ամենը կորսվեց, որովհետև մի ագահ պրոֆեսոր գողացավ հայտնագործությունը, մի անհավասար հասարակություն Անահիտին հետ պայքարելու ոչ մի միջոց չտվեց։ Կարապետի քարտուղարուհին մտավ գրասենյակ, ավելի վատ լուրերով։ Պարոն Մուրադյան, ձեզ չեն հրավիրել հաջորդ շաբաթվա բարեգործական ընթրիքին։ Եվ գոլֆի ակումբը չեղարկել է ձեր անդամակցությունը։ Նրանք ասացին, որ չեն ուզում կապ ունենալ մեկի հետ, ով հրապարակավ նվաստացնում է աշխատակիցներին։ Կարապետը ձեռքի շարժումով ազատ արձակեց քարտուղարուհուն։ Նա մենակ մնաց գրասենյակում, նայելով ներքի քաղաքին։ Նա կառուցել էր իր կայսրությունը քրտնաջան աշխատանքով, խելքով, այո, նա այն արտոնություններով, որոնք երբեք կասկածի տակ չէր դրել։ Նա հարուստ էր ծնվել, ժառանգել էր կապեր, բոլոր դռները բաց էին եղել նրա առաջ։ Եվ երբեք ոչ մի վայրկյան նա չէր կանգնել մտածելու, թե ինչ է նշանակում չունենալ այդ առավելությունները։ Երբեք չէր մտածել, թե ինչպիսին կլիներ պայքարել համակարգի դեմ, երբ համակարգը քո դեմ է։ Անահիտի կերպարը այդ կարմիր զգեստով դուրս չէր գալիս նրա մտքից։ Արժանապատվությունը նրա աչքերում։ Հանգստությունը, որով նա առերեսվել էր իր հետ։ Նա ենթադրել էր, որ նա ընդամենս մեկ աշխատակից է, որը հուսահատորեն ուշադրություն է փնտրում։ Ինչպիսի հիմար էր եղել։ Ինչպիսի դաժան։ Հենց այդ ժամանակ նրա մամուլի խորհրդական Ռուբենը մտավ գրասենյակ մի առաջարկով։ Պարոն Մուրադյան, մենք պետք է վերահսկենք այս պատմությունը, նախքան այն լիովին կկործանի ձեր բիզնեսը։ Ես մի գաղափար ունեմ։ Կարապետը բարձրացրեց հոնքերը։ Լսում եմ։ Մենք պետք է սա վերածենք քավության պատմության։
Դուք ընդունում եք սխալը, հրապարակավ ներողություն եք խնդրում, օգնում եք Անահիտ Սարգսյանին վերականգնել իր կարիերան։ Մենք ֆինանսավորում ենք նրա հետազոտությունը, ռեսուրսներ ենք առաջարկում, նրա անունով կրթաթոշակ ենք ստեղծում։ Ձեզ չարագործից վերածում ենք քավիչ հերոսի։ Ղարաբեթը քննարկեց առաջարկը։ Դա խելացի էր հասարակայնության հետ կապերի տեսանկյունից։ Բայց այդ գաղափարի մեջ մի բան կար, որ նրան անհանգստացնում էր։ Նորից օգտագործել Անահիտին, այս անգամ որպես քավության մարքեթինգի գործիք, թվում էր պարզապես շահագործմանս մեկ շերտ։ Բայց էլ ինչ կարող եմ անել, հարցրեց նա, ավելի շատ ինքն իրեն, քան Ռուբենին։ Ես արդեն ամեն ինչ փչացրել եմ։ Գոնե այսպես կարող եմ փորձել ուղղել։ Ռուբենը խանդավառությամբ գլխով արեց։ Ճիշտ այդպես։ Եվ մենք պետք է դա արագ անենք, նախքան մեկ այլ սկանդալ կգրավի լուրերը, մարդիկ կմոռանան այս պատմությունը։ Ես կպատրաստեմ հանրային հայտարարություն, հանդիպում կկազմակերպեմ Անահիտ Սարգսյանի հետ։ Մինչ Ղարաբեթը պլանավորում էր իր քավության ռազմավարությունը, Անահիտը Grand Hotel Երան 9 կուղում էր, խեղդող լվացքատանը, փորձելով գոյատել մեկ հերթափոխ։ Նրա մարմինը սովոր չէր այդ ինտենսիվ ֆիզիկական աշխատանքին։ Ձեռքերը լիքն էին բշտիկներով։ Մեջքը անընդհատ ցավում էր։ Եվ ամենավատը ժամանակն էր։ Տնից դուրս գալ գիշերվա ժամը 1-ին նշանակում էր քնել ընդամենը մի քանի ժամ Լիլիթին անկողին դնելուց հետո։ Նշանակում էր երբեք արթուն չլինել, երբ դուստրը դպրոց էր գնում։ Նշանակում էր ապրել անհամապատասխան հերթափոխերով, կարծես նրանք զուգահեռ աշխարհներում լինեին, որոնք երբեք չեն հատվում։ Բայց Անահիտը ընտրություն չուներ։ Նրան պետք էր աշխատանքը։ Հաշիվները չէին դադարում գալ։ Եվ հիմա, սոցիալական ցանցերում այդքան մեծ ուշադրության արժանանալուց հետո, նա վախենում էր այլ աշխատանք փնտրել, պարզել, որ ոչ ոք իրեն աշխատանքի չի ընդունի իր ձեռք բերածը խնդրահարույց համբավի պատճառով։ Հինգշաբթի գիշեր էր, երբ Անահիտը լսեց քայլերի ձայներ, որոնք իջնում էին դեպի լվացքատուն տանող աստիճաններով։ Նա զարմացավ, քանի որ դա ամենահանգիստ ժամն էր, երբ միայն ինքը երկու այլ աշխատակցուհիներ էին աշխատում բաժնում։ Երբ նա բարձրացրեց աչքերը սրբիչների կույտից, որը ծալում էր, քիչ մնաց ամեն ինչ գցեր գետնին։ Ղարաբեթ Մուրադյանը կանգնած էր լվացքատան մուտքի մոտ, հագած թանկարժեք կոստյում, որը բոլորովին անտեղի էր թվում այդ քերված պատերով աղմկոտ մեքենաներով միջավայրում։ Նա անհարմար տեսք ուներ, ձեռքերը գրպաններում, հայացքը թափառում էր տարածության մեջ, կարծես երբեք նման տեղ չէր տեսել։ Անահիտը զգաց, որ զայրույթն անմիջապես բարձրանում է։ Ինչ էր նա անում այստեղ։ Եկել էր իրենց մեկ անգամ նվաստացնելու։ Նա սրբիչները դրեց սեղանին, խաչեց ձեռքերը, սպասելով։ Անահիտ, սկսեց Ղարաբեթը, նրա ձայնը տարբեր էր։ Ավելի ցածր, ավելի քիչ ամբարտավան։ Մենք պետք է խոսենք։ Ես ձեզ հետ խոսելու ոչինչ չունեմ։ Անահիտը պահպանեց սառը տոնը։ Դուք արդեն բավականաչափ վնաս եք պատճառել։ Գիտեմ։ Եվ դրա համար եմ այստեղ։ Նա մի քայլ առաջ արեց, բայց Անահիտը չնահանջեց։ Եկել եմ ներողություն խնդրելու։ Եվ լուծում առաջարկելու։ Անահիտը ծիծաղեց, բայց այդ ձայնի մեջ հումոր չկար։ Լուծում։ Դուք ինձ հրապարակավ նվաստացրել եք, քանդել եք իմ հեղինակությունը, ստիպել եք, որ իմ դուստրը բուլինգի ենթարկվի դպրոցում, հիմա կարծում եք, որ կարող եք պարզապես այստեղ հայտնվել լուծումով։ Ղարաբեթը անկեղծորեն զարմացած թվաց։ Ձեր դուստրը բուլինգի է ենթարկվում։ Իհարկե։ Անահիտը զգաց, որ արցունքներն այրում են աչքերը, բայց հրաժարվեց թույլ տալ, որ դրանք հոսեն։ Ձեր վիրուսային տեսանյութի պատճառով նրա դպրոցի երեխաները կարծում են, որ ես շահամոլ եմ, որը փորձում է ձեզ խաբել։ Նրան անվանում են ոսկի փնտրողի աղջիկ։ Երեկ նա տուն եկավ լաց լինելով, որովհետև պատռել էին նրա տետրը հայհոյանքներ գրել։ Ղարաբեթը մի պահ փակեց աչքերը։ Ես չգիտեի։ Ցավում եմ։ Ցավում եմ, ոչինչ չի լուծում։ Անահիտը մի քայլ արեց դեպի նա, ներխուժելով նրա անձնական տարածք։ Ցավում եմ, հաշիվները չի վճարում։ Համացանցից տեսանյութերը չի ջնջում։ Իմ դստերը չի պաշտպանում։ Այնպես որ, պահեք ձեր ներողությունները, դուրս եկեք իմ լվացքատնից։ Անահիտ, խնդրում եմ։ Ղարաբեթը բարձրացրեց ձեռքերը, հանձնվելու ժեստով։ Ես եկել եմ իրական օգնություն առաջարկելու։ Փող։
Ձեր հետազոտության համար ֆինանսավորում։ Կապեր միջազգային լաբորատորիաների հետ։ Մենք կարող ենք ուղղել այն սխալը, որը արվել է ձեզ հետ 10 տարի առաջ։ Եվ դիմացն ինչ եք ուզում, կասկածանքով հարցրեց Անահիտը։ Որովհետև ձեր նման տղամարդիկ ոչինչ անվճար չեն անում։ Գարաբեթը տատանվեց։ Իմ մամուլի խորհրդականը մի պլան է պատրաստել։ Դուք իմ կողքին կհայտնվեք հանրային միջոցառումներին։ Միասին հարցազրույցներ կտանք։ Աշխարհին ցույց կտանք, որ դուք ինձ ներել եք, որ մենք միասին աշխատում ենք անարդարությունները ուղղելու համար։ Դա լավ կլինի երկուսիս համար էլ։ Եվ ահա ճշմարտությունը։ Անահիտը գլուխը թափահարեց, զգալով, թե ինչպես է զզվանքը խառնում ստամոքսը։ Այսինքն ես կլինեմ ձեր հասարակայնության հետ կապերի խամաճիկը։ Ձեր ապացույցը, որ դուք լավ մարդ եք, քավված մարդ։ Ես կժպտամ տեսախցիկներին, կձացնեմ, թե ամեն ինչ լավ է, դուք կվերականգնեք ձեր հեղինակությունը, մինչդեռ ես ինձ մեկ անգամ կվաճառեմ։ Այդպես չէ։ Գարաբեթը անկեղծորեն անհանգիստ տեսք ուներ։ Ես իսկապես ուզում եմ օգնել։ Ոչ, դուք ուզում եք փրկել ձեր սեփական մաշկը։ Անահիտը էլ ավելի մոտեցավ, ստիպելով նրան նահանջել։ Եվ գիտեք, որն է ամենավատը։ Դուք նույնիսկ չեք գիտակցում, որ ինձ նորից եք նվաստացնում։ Կարծում եք, որ կարող եք գնել իմ ներումը, իմ արժանապատվությունը, կարծես ամեն ինչ գին ունի։ Այդ դեպքում ինչ եք ուզում, հարցրեց Գարաբեթը, առաջին անգամ նրա ձայնի մեջ հիասթափություն կար։ Ասացեք ինձ, թե ինչ կարող եմ անել սա ուղղելու համար։ Դուք իսկապես ուզում եք իմանալ։ Անահիտը զգաց, որ բառերը դուրս են գալիս, նախքան կկարողանար զդել։ Ես ուզում եմ, որ դուք իսկապես հասկանաք, թե ինչ եք արել։ Ես ուզում եմ, որ դուք զգաք, թեկուզ մի վայրկյան, թե ինչ է նշանակում, երբ քեզ վերաբերվում են, կարծես ոչինչ չարժես։ Ես ուզում եմ, որ դուք սովորեք, որ մարդիկ խաղալիքներ չեն, մարքեթինգի գործիքներ չեն, ձեր զվարճանքի կամ քավության համար գործիքներ չեն։ Մենք արժանապատվություն ունեցող մարդիկ ենք, մենք հարգանքի ենք արժանի։ Ոչ ձեր փողին։ Ոչ ձեր հասարակայնության հետ կապերի առաջարկներին։ Հարգանքի։ Լվացկատան լռությունը բացարձակ էր, որը խախտում էր միայն մեքենաների հեռավոր աղմուկը։ Գարաբեթը երկար վայրկյաններ նայում էր Անահիտին, նա տեսավ, որ ինչ-որ բան փոխվեց նրա աչքերում։ Գուցե դա հասկացողություն էր։ Գուցե ամոթ։ Կամ գուցե պարզապես մեկ ներկայացում։ Անահիտն այլս ոչնչի չէր կարող վստահել։ Դուք ճիշտ եք, վերջապես ասաց Գարաբեթը։ Ես չեմ հասկանում։ Երբեք սրա միջով չեմ անցել։ Երբեք ստիպված չեմ եղել այսպես պայքարել։ Բայց ես կցանկանայի հասկանալ։ Եվ կցանկանայի օգնել, իսկապես ոչ միայն որպես իմիջի ռազմավարություն։ Անահիտը նորից խաչեց ձեռքերը։ Այդ դեպքում սկսեք այստեղից դուրս գալով ինձ թողնելով աշխատել։ Եթե իսկապես ուզում եք ինչ-որ բան անել, անանուն գումար նվիրաբերեք գիտական հետազոտություններին։ Կրթաթոշակներ ստեղծեք կին գիտնականների համար։ Բարելավեք ձեր սեփական աշխատակիցների աշխատանքային պայմանները։ Արեք մի բան, որն իսկապես կարևոր է, ոչ թե մի բան, որը լուսանկարում գեղեցիկ տեսք կունենա։ Գարաբեթը դանդաղ գլխով արեց սկսեց հեռանալ։ Բայց երբ հասավ աստիճաններին, վերջին անգամ շրջվեց։ Անահիտ, ես գիտեմ, որ դուք հիմա ինձ չեք հավատում։ Բայց ես կապացուցեմ, որ լուրջ եմ խոսում։ Այս կամ այն կերպ։ Նրա գնալուց հետո Անահիտը նստեց նստարանին դեմքը թաքցրեց ձեռքերի մեջ։ Նա հյուծված էր։ Հյուծված պայքարելուց, դիմադրելուց, արժանապատվությունը պահպանելու փորձերից, երբ ամբողջ աշխարհը կարծես վճռական էր այն իրենից խլել։ Նա ուզում էր պարզապես վերադառնալ տուն, գրկել Լիլիթին մոռանալ, որ այս ամենից որևէ բան պատահել է։ Բայց տիեզերքը պատրաստ չէր նրան հանգիստ թողնելու։ Ուրբաթ կեսօրին, երբ Անահիտն արթնացավ մի քանի ժամ քնելուց հետո, գտավ անուշից տասնյակ հուսահատ հաղորդագրություններ։ Զանգիր ինձ։ Շտապ։ Լիլիթի մասին է։ Սիրտը բաբախելով, Անահիտն անմիջապես զանգեց։ Ինչ է պատահել, հարցրեց նա, հենց որ Անուշը պատասխանեց։ Անահիտ, դու տեսել ես հոդվածը։ Անուշը ակնհայտորեն հուզված էր։
Այն մոդելը Սոնա Ավետիսյանը Գարաբեթի նախկին ընկերուհին հոդված է հրապարակել, որտեղ ասում է, որ դու օգտագործում ես դստերդ ուշադրություն գրավելու համար, որ դու անփույթ մայր ես, որ Լիլիթը ավելի լավ կլիներ հոր հետ։ Նա մի շարք ստեր է հորինել, մի սենսացիոն կայք ամեն ինչ հրապարակել է։ Անահիտը զգաց, որ աշխարհը պտտվում է։ Սոնա Ավետիսյանը հայտնի մոդել էր, նախկին Miss Հայաստան, որը 2 տարի հանդիպել էր Գարաբեթի հետ, նախքան 6 ամիս առաջ բաժանվելը։ Անահիտը նրա լուսանկարները տեսել էր ամսագրերում։ Գեղեցիկ, հարուստ, հզոր։ Եվ հիմա նա հարձակվում էր Անահիտի վրա, ավելի վատ հարձակվում էր Լիլիթի վրա։ Որտե՞ղ է Լիլիթը, հարցրեց Անահիտը, փորձելով վերահսկել խուճապը։ Քեզ հետ չէ, Անուշը շփոթված թվաց։ Ժամը 3-ն է, նա պետք է դպրոցից վերադարձած լիներ։ Անահիտը նայեց ժամացույցին։ Լիլիթը տուն էր գալիս 2-ին։ Սովորաբար մնում էր Հարանի հետ, մինչ Անահիտն արթնանար։ Բայց այսօր այնտեղ չէր։ Անահիտը զանգեց Հարանին։ Զանգեց դպրոց։ Զանգեց այն սակավաթիվ ընկերուհիներին, որոնց Լիլիթն ուներ։ Ոչ ոք չգիտեր, թե որտեղ է նա։ Խուճապը լիովին տիրեց Անահիտին։ Նա վազելով դուրս եկավ բնակարանից, դեռ գիշերազգեստով, բոբիկ, փնտրելով դստերը Մալաթիա Սեբաստիայի փողոցներում։ Բղավում էր Լիլիթի անունը, ստուգում յուրաքանչյուր անկյուն, յուրաքանչյուր այգի, յուրաքանչյուր վայր, որտեղ աղջիկը կարող էր լինել։ Նա Լիլիթին գտավ 2 ժամ անց, մենակ նստած այգու նստարանին, տնից 3 թաղամաս հեռու։ Աղջկա դեմքն ուռած էր լաց լինելուց, համազգեստը, պատրված, թին քերծվածք։ Անահիտը վազեց այնքան ուժեղ գրկեց դստերը, որ 2-ն էլ քիչ մնաց ընկնեին նստարանից։ Լիլիթ, Աստված իմ, ինչ է պատահել։ Ինչու տուն չէիր եկել։ Լիլիթը հեկեկաց մոր ուսին։ Դպրոցի աղջիկները կարդացել էին այդ հոդվածը։ Ասում էին, որ դու լավ մայր չես, որ ես պետք է հայրիկիս հետ ապրեմ։ Ինձ հրեցին աստիճաններից, տետրս ընկավ։ Պատռեցին դասերս։ Եվ ուսուցչուհին ոչինչ չարեց, մամ։ Նա պարզապես ասաց, որ ես չպետք է տան խնդիրները դպրոց բերեմ։ Անահիտը զգաց մի այնպիսի ուժեղ զայրույթ, որ սկսեց դողալ։ Զայրույթ դաժան երեխաների նկատմամբ։ Զայրույթ անտարբեր ուսուցչուհու նկատմամբ։ Զայրույթ Սոնա Ավետիսյանի նկատմամբ, անմեղ երեխայի վրա հարձակվելու համար։ Զայրույթ Գարաբեթի նկատմամբ, այս ամենը սկսելու համար։ Բայց ամենից շատ զայրույթ իր նկատմամբ, որ չի կարողացել պաշտպանել սեփական դստերը։ Գնացինք տուն, ասաց նա մեղմորեն, սրբելով Լիլիթի արցունքները։ Կխնամենք այդ վերքերը, հետո մայրիկը կլուծի այս հարցը։ Այդ գիշեր, Լիլիթին անկողին դնելուց հետո, Անահիտն արեց մի բան, որը երդվել էր երբեք չանել։ Վերցրեց այցեքարտը, որը Ռուբենը, Գարաբեթի խորհրդականը, թաքուն թողել էր իր պահարանում հյուրանոցում։ Խորը շունչ քաշեց, հավաքեց համարը։ Ռուբենը պատասխանեց երկրորդ զանգին։ Անահիտ Սարգսյան։ Այո։ Անահիտը ստիպեց բառերը դուրս գալ։ Ես համաձայն եմ խոսել գործարքի մասին։ Բայց պայմաններ կան։ Շատ պայմաններ։ 2 ժամ անց Անահիտը նստած էր կենտրոնի շքեղ գրասենյակի հանդիպումների սենյակում։ Գարաբեթը սեղանի մյուս կողմում էր, Ռուբենի 2 փաստաբանների հետ։ Անահիտը բերել էր Անուշին, որը նույնպես փաստաբան էր, թե նրա մասնագիտությունը աշխատանքային իրավունքն էր, ոչ թե գործարար պայմանագրերը։ Անահիտը իր պահանջները դրեց սեղանին։ Առաջին պայման, դուք վճարում եք իմ բոլոր պարտքերը։ Բոլորը։ Եվ երաշխավորում եք մասնավոր դպրոց Լիլիթի համար, հեռու այն երեխաներից, որոնք հիմա նրան տանջում են։ Պայմանավորվեցինք, առանց տատանվելու պատասխանեց Գարաբեթը։ Երկրորդ պայման։ Դուք ֆինանսավորում եք իմ հետազոտության վերսկսումը։ Լիարժեք լաբորատորիա, որակյալ թիմ, առնվազն 5 տարվա երաշխավորված ֆինանսավորում։ Եվ ես ունեմ լիարժեք վերահսկողություն։ Ես ձեր աշխատակիցը չեմ։ Ես անկախ հետազոտող եմ, որին դուք հովանավորում եք։ Գարաբեթը հայացքով խորհրդակցեց իր փաստաբանների հետ։ Նրանք գլխով արեցին։ Համաձայն եմ։ Երրորդ պայման։ Դուք դասընթացի եք մասնակցում։ Երկար դասընթացի մասնագիտացված մասնագետների հետ, իշխանության չարաշահման, արտոնությունների աշխատակիցներին հարգանքով վերաբերվելու մասին։
Եվ դուք ապացուցում եք, որ ավարտել եք դասընթացը, նախքան ինձ հետ որևէ հանրային ելույթ ունենալը։ Կարապետը տատանվեց այս հարցում։ Դասընթաց։ Այո։ Անահիտը թեքվեց առաջ։ Դուք ասացիք, որ ուզում եք հասկանալ։ Ապացուցեք։ Սովորեք։ Իսկապես։ Ոչ միայն կարդացեք ձեր խորհրդականի կողմից պատրաստված տեքստը։ Կարապետը նայեց Ռուբենին, որին ակնհայտորեն դուր չեկավ գաղափարը։ Բայց հետո Կարապետը գլխով արեց։ Լավ։ Կմասնակցեմ դասընթացին։ 4-րդ պայման։ Դուք դատի եք տալիս Սոնա Ավետիսյանին զրպարտության համար։ Իմ դստեր վրա հարձակվելու համար ստերով լի հոդվածում։ Ես ուզում եմ, որ նա հասկանա, որ չի կարող քանդել երեխայի հեղինակությունը, միայն որովհետև զայրացած է ձեզ վրա։ Կարապետը զարմացած թվաց։ Դուք ուզում եք, որ ես դատի տամ իմ նախկին ընկերուհուն։ Ես ուզում եմ, որ դուք պաշտպանեք իմ դստերը։ Անահիտը չշեղեց հայացքը։ Այնպես, ինչպես պետք է անեիք ի սկզբանե։ Լավ։ Համաձայնեց Կարապետը։ Իմ փաստաբանները կզբաղվեն դրանով։ Եվ վերջին պայմանը։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Մամուլի ասուլիսին ես խոսում եմ այն, ինչ ուզում եմ։ Առանց սցենարների։ Առանց գրաքննության։ Ես պատմում եմ իմ պատմությունը իմ ձով։ Իսկ դուք պարզապես լսում եք։ Կարող եք հետո ներողություն խնդրել, բայց մի փորձեք վերահսկել այն, ինչ ես ասում եմ։ Սենյակում լարված լռություն տիրեց։ Ռուբենը ակնհայտորեն անհանգստացած էր։ Պարոն Մուրադյան, սա ռիսկային է։ Նա կարող է ցանկացած բան ասել։ Հենց դրա համար էլ ընդհատեց Անահիտը։ Որովհետև եթե դուք իսկապես քավություն եք ուզում, այն պետք է իրական լինի։ Չի կարող թատրոն լինել։ Չի կարող մարքեթինգ լինել։ Պետք է ճշմարտություն լինի։ Իսկ ճշմարտությունը դգեղ է, անհարմար է, երբեմն ցավեցնում է։ Բայց դա միակ բանն է, որ ինչ-որ արժեք ունի։ Կարապետը երկար վայրկյաններ նայում էր Անահիտին։ Հետո ձեռքը մեկնեց սեղանի վրայով։ Ես համաձայն եմ ձեր բոլոր պայմաններին։ Անահիտը սեղմեց նրա ձեռքը, բայց չժպտաց։ Սա չի նշանակում, որ ես ձեզ ներել եմ։ Սա պարզապես նշանակում է, որ ես կընդունեմ ձեր օգնությունը, ուղղելու այն վնասներից մի քանիսը, որոնք դուք պատճառել եք։ Ներումը, եթե գա, պետք է վաստակել։ Ես հասկանում եմ, պատասխանեց Կարապետը։ Եվ ես կաշխատեմ դրան արժանանալու համար։ Փաստաբանները պատրաստեցին պայմանագրերը։ Անահիտը Անուշը վերանայեցին յուրաքանչյուր տող, յուրաքանչյուր կետ, համոզվելով, որ ամեն ինչ այնպես է, ինչպես պայմանավորվել էին։ Երբ Անահիտը վերջապես ստորագրեց վերջին էջը, նա զգաց, կարծես դաշինք լիներ կնքում սատանայի հետ։ Բայց դա անհրաժեշտ դաշինք էր։ Լիլիթի համար։ Այն հետազոտությանը վերադառնալու հնարավորության համար, որը նա սիրում էր։ Արդարություն հաստատելու հնարավորության համար։ Մամուլի ասուլիսը նշանակվեց հաջորդ երկուշաբթի օրը։ 3 օր, որպեսզի Անահիտը պատրաստի այն, ինչ պետք է ասեր։ 3 օր, որպեսզի Կարապետը սկսի իր դասընթացը հասկանա, թեկուզ մակերեսորեն, իր գործողությունների ծանրությունը։ 3 օր, որպեսզի ամբողջ երկիրը ենթադրություններ անի, թե ինչ կպատահի, երբ կարմիր զգեստով կինը ամբարտավան միլիոնատերը վերջապես նորից հանդիպեն տեսախցիկների առաջ։ Երկուշաբթի առավոտը բացվեց Երանի վրա մոխրագույն երկնքով, կարծես ինքը, քաղաքը, շունչը պահած սպասում էր գալիքին։ Անահիտն արթնացավ 6-ին, թե նախորդ գիշեր չէր աշխատել։ Նրա մարմինը դեռ հարմարված էր լվացքատան ժամանակացույցին, բայց այսօր այլ էր։ Այսօր նա չէր հագնելու հյուրանոցիս ու սպիտակ համազգեստը։ Այսօր նա կհագներ իր սեփական հագուստը, կխոսեր իր սեփական խոսքերը։ Լիլիթը դեռ քնած էր բազմոց մահճակալին, երբ Անահիտը դուրս եկավ լոգարանից։ Աղջիկը ավելի լավ էր քնել, քանի որ իմացել էր դպրոցի փոփոխության մասին։ Նոր հաստատությունը կենտրոնում էր լավ համբավ ունեցող մասնավոր քոլեջ, որտեղ ոչ ոք չգիտեր նրա պատմությունը։ Նոր սկիզբ։ Անահիտը մեղմորեն համբուրեց դստեր ճակատը, նախքան սկսեր հագնվել։ Անուշը եկավ 8-ին, հագուստի պայուսակով։ Նա բերել էր պարզ, բայց էլեգանտ տարբերակներ, ոչինչ, որը կփորձեր տպավորել կամ մրցակցել այն շքեղության հետ, որը ներկա կլիներ ասուլիսին։ Անահիտն ընտրեց ստաբած սպիտակ, երկարատ բլուզ։
պարզ, արժանապատիվ, ինքն իրեն։ Պատրաստ ես սրան, հարցրեց Անուշը, օգնելով Անահիտին մազերը հավաքել ցածր կոկոնի մեջ։ Անահիտը նայեց իր արտացոլանքին հայելու մեջ։ Չգիտեմ, արդյոք որը մեկը կարող է պատրաստ լինել սեփական կյանքը բացահայտելու միլիոնավոր մարդկանց առաջ։ Բայց ես պետք է դա անեմ։ Իմ համար։ Լիլիթի համար։ Բոլոր այն կանանց համար, որոնց լռեցրել են, ինչպես ինձ։ Ասուլիսը նշանակված էր առավոտյան ժամը 11-ին կենտրոնի հյուրանոցներից մեկի միջոցառումների սրահում։ Ոչ Գրանդ հոթել Երան, Փառք Աստծո։ Անահիտը չէր կարողանա վերադառնալ այնտեղ որպես գլխավոր հերոս լվացքատուն իջեցվելուց հետո։ Ընտրված վայրը չեզոք էր, ժամանակակից, հարյուրավոր մարդկանց համար նախատեսված։ Երբ Անահիտը եկավ Անուշի ուղեկցությամբ, նախասրահն արդեն լեփ-լեցուն էր։ Երկրի բոլոր կարևոր լրատվամիջոցների լրագրողներ, հեռուստատեսային տեսախցիկներ, լուսանկարիչներ և սովորական մարդիկ, որոնք հավատարմագրեր էին ստացել, պարզապես ներկա գտնվելու այդ պատմական պահին։ Անահիտը զգաց, որ ստամոքսը խառնվում է։ Ռուբենը, Գարաբեթի խորհրդականը, նրան դիմավորեց պրոֆեսիոնալ ժպիտով։ Անահիտ, ինչ լավ է, որ շուտ եկաք։ Եկեք մի քանի կարևոր կետեր վերանայենք, նախքան սկսելը։ Ոչ, վճռականորեն ընդհատեց Անահիտը։ Մենք ոչինչ չենք վերանայելու։ Ես կխոսեմ այն, ինչ ուզում եմ, ինչպես պայմանավորվել ենք։ Որտեղ է պարոն Մուրադյանը։ Ռուբենը տատանվեց։ Նա նախապատրաստական սենյակում է։ Ավարտել է ձեր պահանջած դասընթացը։ Վկայական ամեն ինչ ունի։ Եվ նա իսկապես ինչ-որ բան սովորել է, թե՞։ Պարզապես ժամերն է լրացրել պայմանագիրը կատարելու համար, թերահավատորեն հարցրեց Անահիտը։ Կարծում եմ, դուք դա պետք է անձամբ նրան հարցնեք, պատասխանեց մի խոր ձայն նրա հետից։ Անահիտը շրջվեց, տեսավ Գարաբեթին, որը քայլում էր դեպի իրեն։ Նա նույնպես ավելի պարզ էր հագնված, քան սովորաբար։ Առանց դիզայներական կոստյումի։ Պարզապես դասական տաբատ վերնաշապիկ։ Նա հոգնած տեսք ուներ, աչքերի տակ խորը ստվերներով, կարծես օրեր շարունակ լավ չէր քնել։ Ես շատ բան եմ սովորել, ասաց նա, կանգնելով հարգալից հեռավորության վրա։ Սովորել եմ անգիտակցական կողմնակալության մասին, այն մասին, թե ինչպես է արտոնությունը կուրացնում մեզ ուրիշների փորձառությունների նկատմամբ, այն միկրոագրեսիաների մասին, որոնք մենք գործում ենք առանց նկատելու։ Բայց հիմնականում սովորել եմ, որ ես դեռ շատ բան ունեմ սովորելու։ Եվ որ հավանաբար սխալներ կգործեմ մինչ կյանքիս վերջ։ Տարբերությունն այն է, որ հիմա ես պատրաստ եմ լսել, երբ ինչ-որ մեկն ինձ ուղղի։ Անահիտը ուսումնասիրեց նրա դեմքը, կեղծիքի նշաններ փնտրելով։ Բայց այն, ինչ տեսավ, նման էր անկեղծ խոնարհության։ Կամ գոնե դրա սկզբին։ Տեսնենք, իսկապես սովորել եք, ասաց նա։ Որովհետև տեսախցիկներն ու լուսարձակները հեշտ են։ Դժվարը դա պահպանելն է, երբ ոչ ոք չի նայում։ Գիտեմ, պատասխանեց Գարաբեթը։ Եվ ես կփորձեմ։ Սրահը բացվեց 10:10-ին։ Անահիտը տեսավ, թե ինչպես է տարածքը արագ լցվում։ Նա ճանաչեց մի քանի դեմք։ Լուսինե Հակոբյանը, լրագրողը, որը բացահայտել էր իր պատմությունը, առաջին շարքում էր։ Հյուրանոցի մի քանի գործընկերներ, որոնք աջակցել էին Անահիտին, նույնպես կարողացել էին մտնել։ Եվ այնտեղ խորքում Անահիտը տեսավ մի դեմք, որը ստիպեց նրա սրտին կանգ առնել, պրոֆեսոր Լոն Ղազարյանը։ Նա այնտեղ էր։ Մարդը, որը գողացել էր իր հետազոտությունը, քանդել իր կարիերան, խլել իրենից տարիների աշխատանքն ու երազանքները։ Նա հանգիստ նստած էր, կարծես ներկա գտնվելու ամենայն իրավունք ունենար։ Անահիտը զգաց, որ ծանոթ զայրույթը բարձրանում է, բայց այս անգամ նա այն կուլ չտվեց։ Այս անգամ նա այն կօգտագործեր։ 11-ին Անահիտը, Գարաբեթը բարձրացան բեմ։ Նրանք նստեցին կողք կողքի աթոռներին, նրանց միջ փոքրիկ սեղան։ Լուսանկարչական լուսարձակները պայթեցին։ Հանդիսատեսի խշշոցը ուժեղացավ։ Ռուբենը մոտեցավ խոսափողին, բացման խոսք ասելու, բայց Անահիտն ընդհատեց նրան։ Ես կսկսեմ, ասաց նա, արդեն վերցնելով խոսափողը։ Ռուբենը նայեց Գարաբեթին, որը գլխով արեց։ Անահիտը ոտքի կանգնեց, խոսափողը պահելով թեթակի դողացող ձեռքերով, բայց հաստատուն ձայնով։ Իմ անունը Անահիտ Սարգսյան է։
Ես 38 տարեկան եմ, 12 տարեկան աղջկա մայր եմ, վերջին 3 տարիների ընթացքում աշխատել եմ որպես Grand Hotel Երանի աշխատակցուհի։ Բայց դրանից առաջ ես այլ մարդ էի։ Ավելի ճիշտ, ես ինքս էի, պարզապես աշխարհը թույլ էր տալիս ինձ լինել այն, ով ես իրականում եմ։ Անահիտը դադար տվեց, թույլ տալով, որ լռությունը ծանրանա։ Բոլոր տեսախցիկները կենտրոնացած էին նրա վրա։ 28 տարեկանում ես դարձա կենսաքիմիայի դոկտոր Երանի պետական համալսարանում։ Իմ թեզը մի միացության մասին էր, որը կարող էր հեղափոխել քաղցկեղի բուժումը։ Ես 6 տարի աշխատել եմ այդ հետազոտության վրա։ 6 տարի անքուն գիշերներ, ձախողված փորձեր, փոքր հաղթանակներ, որոնք ինձ մեկ քայլ ավելի մոտեցնում էին լուծմանը։ Եվ երբ վերջապես հաջողության հասա, երբ վերջապես մշակեցի մի միացություն, որը հարձակվում էր քաղցկեղային բջիջների վրա, առանց առողջները ոչնչացնելու, ես մտածեցի, որ իմ կյանքը նոր է սկսվում։ Նա ուղիղ նայեց այնտեղ, որտեղ նստած էր Լոն Ղազարյանը։ Բայց իմ գիտական ղեկավարը, պրոֆեսոր Լոն Ղազարյանը, արտրային արժեք տեսավ իմ հայտնագործության մեջ։ Եվ որոշեց, որ այդ արժեքը պետք է իրենը լինի, ոչ թե իմը։ Նա արտոնագիրը գրանցեց իր անունով։ Պնդեց, որ ես ընդամենը օգնական էի, որ աշխատանքն իրենն էր։ Եվ երբ ես փորձեցի պայքարել, նա ինձ ոչնչացրեց։ Ստեր տարածեց իմ մասին։ Ասաց, որ ես կեղծել եմ տվյալները, որ անկայուն եմ, որ չի կարելի ինձ վստահել։ 6 ամսում ես կորցրի ամեն ինչ։ Իմ կրթաթոշակը, իմ վստահությունը, իմ կարիերան։ Անահիտը տեսավ, թե ինչպես է Լոն Ղազարյանը անհարմար շարժվում աթոռին։ Լավ է։ Թող անհարմար զգա։ Եվ հետո ես իմացա, որ հղի եմ։ Իմ դստեր հայրը չցանկացավ ստանձնել պատասխանատվությունը։ Ես նրան չեմ մեղադրում, արդեն իսկ դժվար էր հանդիպել մեկի հետ, ում հեղինակությունը հրապարակավ ոչնչացվում էր։ Այսպիսով, ես մենակ մնացի։ Հղի, առանց աշխատանքի, առանց փողի, առանց հեռանկարների։ Ընդունեցի առաջին իսկ գտած աշխատանքը։ Հետո մեկ ուրիշը։ Եվ մեկ ուրիշը։ Մինչ հասա այնտեղ, որտեղ էի 2 շաբաթ առաջ, շամպայն մատուցելով մարդկանց, որոնք նայում էին իմ միջով, կարծես անտեսանելի լինեի։ Անահիտը զգաց, որ արցունքներն այրում են, բայց թույլ չտվեց, որ դրանք հոսեն։ Դեռ ոչ։ Հետո եկավ կարմիր զգեստի գիշերը։ Պարոն Մուրադյանը մի առաջարկ արեց, որն ակնհայտորեն կատակ էր իմ հաշվին։ Հրապարակային նվաստացում իր հյուրերին զվարճացնելու համար։ Եվ ես կարող էի գլուխս խոնարհել։ Պետք է խոնարհեի իմ աշխատանքի չգրված կանոնների համաձայն։ Բայց ես հոգնել էի։ Հոգնել էի անտեսանելի լինելուց։ Հոգնել էի նվաստացումներ կուլ տալուց։ Հոգնել էի ապրել մի կյանք, որն իմը չէր, միայն այն պատճառով, որ ինչ-որ ավելի հզոր մեկը որոշել էր, որ ես արժանի չեմ այն կյանքին, որը կառուցել էի։ Անահիտը շրջվեց դեպի Գարաբեթը։ Այն, ինչ արեց պարոն Մուրադյանը, դաժան էր։ Դա իշխանության չարաշահում էր։ Դա ուրիշ մարդուն որպես խաղալիք օգտագործելն էր իր զվարճանքի համար։ Եվ դրա հետանքները սարսափելի էին։ Իմ դստեր վրա հարձակվեցին դպրոցում։ Ինձ իջեցրին աշխատանքում, լվացքատուն, որպես պատիժ իմ արժանապատվությունը պաշտպանելու համարձակության համար։ Ինձ անվանեցին շահամոլ, շահադիտական, շատ ավելի վատ բաներ, սոցիալական ցանցերում։ Գարաբեթը իջեցրեց աչքերը, ակնհայտորեն ամաչելով։ Բայց գիտեք, որն էր այս ամենից վատը, շարունակեց Անահիտը։ Դա գիտակցելն էր, որ այն համակարգը, որը թույլ տվեց պարոն Մուրադյանին ինձ նվաստացնել, նույն համակարգն է, որը թույլ տվեց պրոֆեսոր Լոն Ղազարյանին ինձնից գողանալ։ Դա այն համակարգն է, որն ասում է, որ իշխանություն ունեցող մարդիկ կարող են անել այն, ինչ ուզում են իշխանություն չունեցող մարդկանց հետ։ Որ հարուստները կարող են խաղալ աղքատների հետ։ Որ տղամարդիկ կարող են լռեցնել կանանց։ Որ վերում գտնվողները կարող են ճզմել ներքում գտնվողներին, առանց հետանքների։ Անահիտը նորից շրջվեց դեպի հանդիսատեսը։ Եվ հենց այս համակարգն է, որ պետք է փոխվի։ Ես այսօր այստեղ չեմ, ինչ-որ մեկի բարեգործությունն ընդունելու համար։ Ես այստեղ չեմ, փրկվելու համար, ինչպես արքայադուստրը հեքիաթում։ Ես այստեղ եմ ասելու, որ այն, ինչ պատահեց ինձ հետ, չպետք է պատահի ոչ մեկի հետ։ Որ տաղանդը քրտնաջան աշխատանքը պետք է ավելի կարևոր լինեն, քան կապերն ու արտոնությունները։ Որ արժանապատվությունը չպետք է շքեղություն լինի, այլ հիմնարար իրավունք։
Անահիտը վերցրեց իր հետ բերած թղթապանակը բարձրացրեց մի քանի թուղթ։ Սրանք փաստաթղթեր են, որոնք ապացուցում են, որ իմ հետազոտությունը գողացվել է։ Լաբորատոր տետրեր, իմ ձեռագրով։ Թվագրված էլեկտրոնային նամակներ։ Վկաներ, որոնք ներկա են եղել, երբ ես առաջին անգամ ներկայացրել եմ իմ արդյունքները։ Այս ամենը անտեսվել է 10 տարի առաջ, որովհետև ես պայքարելու ուժ չունեի։ Բայց հիմա, այն ուշադրությամբ, որը այս պատմությունը ստացավ, հույս ունեմ, որ վերջապես ինչ-որ մեկը կհետաքննի։ Որ համալսարանը միջոցներ կձեռնարկի։ Որ պրոֆեսոր Լոն Ղազարյանը վերջապես կպատասխանի իր արածի համար։ Հանդիսատեսի խշշոցը ուժեղացավ։ Լրագրողները սկսեցին լուսանկարել փաստաթղթերը։ Լոն Ղազարյանը կտրուկ ոտքի կանգնեց փորձեց դուրս գալ սրահից, բայց շրջապատվեց հարցեր տվող լրագրողներով։ Անահիտը նորից նստեց։ Հիմա, այո, պարոն Մուրադյան, դուք կարող եք խոսել։ Կարապետը վերցրեց խոսափողը, տեսանելիորեն նյարդային ձեռքերով։ Ես չգիտեմ, ինչպես սկսեմ ներողություն խնդրել։ Այն ամենը, ինչ Անահիտն ասաց, ճիշտ է։ Ես դաժան, ամբարտավան բռնակալ եմ եղել։ Ես օգտագործել եմ իմ իշխանությունը նվաստացնելու մեկին, ում ես ինձնից ցածր էի համարում։ Եվ այդ ցածր բառը ցույց է տալիս հենց խնդիրը։ Ես աշխատակիցներին ցածր էի տեսնում։ Ես ավելի քիչ փող ունեցող մարդկանց ավելի քիչ կարոր էի տեսնում։ Եվ դա սարսափելի է։ Նա դադար տվեց, զգուշորեն ընտրելով բառերը։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում ես ինտենսիվ դասընթացի եմ մասնակցել իշխանության չարաշահման արտոնությունների մասին։ Եվ այն բաներից մեկը, որ սովորել եմ, այն է, որ ներողություն խնդրելը բավարար չէ։ Գործողություններ են անհրաժեշտ։ Այսպիսով, ես կհայտարարեմ մի քանի փոփոխությունների մասին։ Առաջին, ես ստեղծում եմ 5 միլիոն դրամի հիմնադրամ, անապահով համայնքներից կին գիտնականների համար կրթաթոշակների համար։ Երկրորդ, ես 30%-ով բարձրացնում եմ իմ ընկերությունների բոլոր գործառնական մակարդակի աշխատակիցների բազային աշխատավարձը։ Երրորդ, ես ներդնում եմ պաշտպանության ծրագիր այն աշխատակիցների համար, որոնք կհայտնեն ղեկավարների կողմից ոտնձգությունների կամ չարաշահումների մասին։ Կարապետը նայեց Անահիտին։ Եվ այո, ես ֆինանսավորում եմ Անահիտ Սարգսյանի հետազոտության վերսկսումը։ Ոչ որպես բարեգործություն։ Ոչ որպես մարքեթինգ, այլ որպես հատուցում։ Որպես ճանաչում, որ նա արժանի է վերադարձնել այն, ինչ իրենից խլվել է։ Եվ որպես ներդրում մի բանում, որը կարող է կյանքեր փրկել։ Որովհետև, ի վերջո, խոսքը դրա մասին է։ Կյանքերի։ Իրական մարդկանց։ Ոչ թե բանկային հաշվի թվերի կամ հանրային իմիջի։ Ասուլիսը դեց 2 ժամ։ Լրագրողները հարցեր տվեցին։ Անահիտը պատասխանեց դաժան անկեղծությամբ։ Կարապետը ընդունեց սխալներ, որոնք նրա խորհրդականները հավանաբար չէին ուզենա, որ նա ընդուներ։ Եվ երբ ամեն ինչ ավարտվեց, երբ տեսախցիկները վերջապես անջատվեցին, մարդիկ սկսեցին դուրս գալ, Անահիտը միաժամանակ զգաց հյուծվածություն ավելի թեթ, քան զգացել էր տարիների ընթացքում։ Անուշը ամուր գրկեց նրան։ Դու հիանալի էիր։ Բացարձակապես հիանալի։ Անահիտը թույլ ժպտաց։ Հիմա տեսնենք, ինչ կլինի։ Այն, ինչ տեղի ունեցավ, պատմության լիակատար փոփոխություն էր։ Ասուլիսից հետո ժամերի ընթացքում լուրերի ուշադրության կենտրոնը Անահիտը առերեսվում է միլիոնատիրոջ հետ, ից փոխվեց բացահայտվել է գիտական հետազոտության գողության սկանդալ-ի։ Երանի պետական համալսարանը հայտարարեց, որ հետաքննություն կսկսի պրոֆեսոր Լոն Ղազարյանի նկատմամբ։ Նրա այլ նախկին ասպիրանտներ սկսեցին հայտնվել գողացված գաղափարների չտրված հեղինակային իրավունքների նմանատիպ պատմություններով։ 3 օրում Լոն Ղազարյանը հեռացվեց իր պարտականություններից։ Մեկ շաբաթում նրա արտոնագիրը դատական կարգով վիճարկվեց։ Մեկ ամսում համալսարանը պաշտոնապես ճանաչեց, որ Անահիտն է հետազոտության իրական հեղինակը։ Նրա անունը վերականգնվեց։ Նրա հեղինակությունը վերակառուցվեց։ Եվ աշխատանքի առաջարկներ սկսեցին գալ։ Անահիտն ընդունեց հետազոտությունների տնօրենի պաշտոնը երկրի ամենահարգված լաբորատորիաներից մեկում, Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում։ Կարապետի ֆինանսավորմամբ ինստիտուցիոնալ աջակցությամբ նա 10 հետազոտողներից բաղկացած թիմ հավաքեց, վերսկսելու այն աշխատանքը, որն ընդհատվել էր 1 տասնամյակ առաջ։ Լիլիթը լավ հարմարվեց նոր դպրոցին։
Ընկերներ ձեռք բերեց, որոնք չգիտեին նրա պատմությունը, որոնց չէին հետաքրքրում վիրուսային տեսանյութերը կամ համացանցային բանավեճերը։ Աղջիկը սկսեց մորը տեսնել ոչ թե որպես անընդհատ հյուծված սթրեսի մեջ գտնվող մեկի, այլ որպես փայլուն գիտնականի, որը կարևոր աշխատանք է կատարում։ Եվ դա ինչ-որ բան փոխեց նրա մեջ։ Լիլիթը սկսեց հետաքրքրվել գիտություններով։ Սկսեց երազել հնարավորությունների մասին, որոնք երբեք չէր դիտարկել։ Անահիտը Գարաբեթը ընկերներ չդարձան, ոչ այնքան։ Բայց նրանց միջ փոխադարձ հարգանք ձևավորվեց։ Նա կատարեց իր բոլոր խոստումները։ Ոչ միայն պայմանագրային պարտավորությամբ, այլ որովհետև թվում էր, թե անկեղծորեն ձգտում է ավելի լավ մարդ դառնալ։ Նա իրականացրեց իր ընկերություններում հայտարարած փոփոխությունները։ Մասնակցեց սոցիալական արդարությանը նվիրված միջոցառումների։ Եվ երբ սխալներ էր գործում, քանի որ անխուսափելիորեն գործում էր, նա լսում էր քննադատությունները, փորձում դասեր քաղել դրանցից։ Ասուլիսից 6 ամիս անց Անահիտին հրավիրեցին ելույթ ունենալու Գյումրիում կայանալիք ուռուցքաբանության միջազգային համաժողովում։ Նա բարձրացավ բեմ, աշխարհի հարյուրավոր բժիշկների հետազոտողների առաջ ներկայացրեց այն առաջընթացը, որն իր թիմը գրանցել էր հակաքաղցկեղային միացության հետազոտության վերսկսման գործում։ Նախնական արդյունքները խոստումնալից էին։ Շատ խոստումնալից։ Կարող էին տարիներ պահանջվել, մինչ բուժումը հասանելի կլիներ արտրային առումով, բայց ճանապարհը հարթված էր։ Գարաբեթը ներկա էր այդ դասախոսությանը, համեստորեն նստած խորքում։ Երբ Անահիտը իջավ բեմից, ոտնկայս ծափահարություններ ստանալուց հետո, նա տեսավ նրան։ Նա չմոտեցավ խոսելու։ Պարզապես հեռվից գլխով արեց, ճանաչման հարգանքի ժեստ։ Անահիտը պատասխան գլխով արեց։ Դա ներում չէր, դեռ ոչ։ Բայց դա ճանաչում էր, որ որոշ մարդիկ ունակ են փոխվելու։ Եվ որ քավության ճանապարհը, երբ անկեղծ է, արժանի է հարգանքի։ Այդ գիշեր Անահիտը գնացքով վերադարձավ երան։ Լիլիթը սպասում էր բնակարանում Անուշի հետ, որը գրեթե մորաքույր էր դարձել աղջկա համար։ Նրանք ընթրիք էին պատրաստել, նշելու հաջող դասախոսությունը։ Դա դեռ փոքր բնակարան էր, թե Անահիտն այժմ կարող էր իրեն թույլ տալ ավելի մեծը։ Բայց նա որոշել էր խնայել, ներդրում կատարել Լիլիթի ապագայի մեջ տեղափոխվել միայն այն ժամանակ, երբ դա իսկապես իմաստ կունենար։ Ընթրիքի ժամանակ Լիլիթը հարցրեց. «Մամ, դու զղջում ես, որ այն գիշեր հագար կարմիր զգեստը»։ Անահիտը երկար մտածեց։ Եթե զղջում եմ, որ ինձ բացահայտեցի, որ սկսեցի այս ամբողջ իրարանցումը, երբեմն, այո։ Դրանք շատ դժվար ամիսներ էին։ Բայց ես չեմ զղջում, որ պաշտպանեցի իմ արժանապատվությունը։ Եվ չեմ զղջում այն վայրերի համար, ուր դա ինձ տարավ։ Որովհետև ես աշխատակցուհուց արքայադուստր չդարձա, Լիլիթ։ Ես անտեսանելիից դարձա անմոռանալի։ Եվ ես դա արեցի առանց հոգիս վաճառելու, առանց գլուխս խոնարհելու, առանց ընդունելու, որ ես ավելի քիչ եմ, քան կամ։ Լիլիթը ժպտաց։ Ես ուզում եմ քեզ նման լինել, երբ մեծանամ։ Անահիտը բռնեց դստեր ձեռքը։ Դու կարող ես ինձնից լավը լինել։ Որովհետև դու մեծանում ես մի աշխարհում, որը դանդաղ սովորում է, որ արժանապատվությունն ու հարգանքը արտոնություններ չեն, այլ իրավունքներ։ Եվ որ ոչ մի մարդ մյուսից ավելի արժեքավոր չէ, անկախ նրանից, թե որքան փող ունի կամ որտեղ է աշխատում։ 1 տարի անց Անահիտը գիտության ոլորտում ազգային մրցանակ ստացավ իր հետազոտության վերսկսման համար։ Նա բարձրացավ Երանի օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ, հագած պարզ, բայց էլեգանտ զգեստ։ Ոչ կարմիր, ջրի գույնի կանաչ։ Մի գույն, որը խորհրդանշում էր նոր սկիզբ, նորացում։ Երբ նա վերցրեց մրցանակը, նայեց հանդիսատեսին, տեսավ Լիլիթին առաջին շարքում, աչքերը հպարտությունից փայլում էին։ Տեսավ Անուշին, որը հուզմունքից լաց էր լինում։ Տեսավ գիտնական գործընկերներին, որոնք աջակցել էին իր վերադարձին։ Եվ խորքում գրեթե թաքնված տեսավ Գարաբեթ Մուրադյանին, որը ներկա էր առանց հայտարարելու, առանց փառքի կամ ուշադրության փնտրելու։ Շնորհակալական խոսքում Անահիտը խոսեց երկրորդ հնարավորությունների մասին։ Այն մասին, թե ինչպես տաղանդը չի անհետանում, միայն որովհետև ինչ-որ մեկը փորձում է այն թաղել։ Այն մասին, թե ինչպես արդարությունը, նույնիսկ ուշացած, դեռ կարող է
եւ այն մասին, թե ինչպես իրական փոփոխությունը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ մարդիկ ընդունում են իրենց սխալները անկեղծորեն աշխատում դրանք ուղղելու ուղղությամբ, ոչ միայն երբ տեսախցիկները միացված են, այլ ամեն օր, յուրաքանչյուր որոշման, յուրաքանչյուր փոխազդեցության մեջ։ Երբ նա իջավ բեմից, մի երիտասարդ հետազոտող, ոչ շատ ավելի մեծ, քան Անահիտն էր, երբ նրա կարիերան քանդվեց, մոտեցավ նրան։ «Շնորհակալություն», ասաց նա արցունքոտ աչքերով։ «Շնորհակալություն, որ չհանձնվեցիք։ Ցույց տալու համար, որ հնարավոր է վերադառնալ։ Ես մտածում էի թողնել իմ հետազոտությունը, որովհետև իմ ղեկավարը փորձում է ինձ հետ անել այն, ինչ արեցին ձեզ հետ։ Բայց հիմա ես գիտեմ, որ կարող եմ պայքարել։ Եվ որ արժե պայքարել»։ Անահիտը գրկեց այդ անծանոթ երիտասարդ կնոջը։ «Արժե պայքարել», հաստատեց նա։ «Միշտ արժե պայքարել նրա համար, ով դու ես, այն աշխատանքի համար, որը սիրում ես։ Եվ հիմա դու մենակ չես։ Մեզնից ոչ ոք մենակ չէ։ Մենք սովորում ենք, վերջապես, իրար աջակցել»։ Այդ գիշեր Անահիտը ուշ տուն հասավ։ Լիլիթն արդեն քնած էր։ Անահիտը մտավ սենյակ, նայեց դստերը, այդ հանգիստ դեմքին, որը երազում է հնարավոր ապագաների մասին։ Մտածեց այն ամենի մասին, ինչ պատահել էր այն գիշերվանից Grand Hotel Երան-ում։ Մտածեց կարմիր զգեստի մասին, որը դեռ պահված էր պահարանում, մշտական հիշեցում, որ երբեմն դու պետք է հագնես սեփական մաշկդ, նույնիսկ եթե դա ցավեցնում է, նույնիսկ եթե վախեցնում է, նույնիսկ եթե ամեն ինչ փոխում է։ Անահիտը արքայադուստր չէր դարձել։ Հեքիաթ չկար։ Կար քրտնաջան աշխատանք, կար ցավ, կային սպիներ, որոնք երբեք լիովին չէին անհետանա։ Բայց կար նա վերականգնված արժանապատվություն։ Կար ճանաչված տաղանդ։ Կար մի դուստր, որը մեծանում էր, իմանալով, որ արժե լինել այն, ով դու ես, առանց ներողությունների, առանց ինքդ քեզ փոքրացնելու, առանց ընդունելու, որ անտեսանելի ես։ Եվ գուցե, միայն գուցե, կար մի փոքր ավելի լավ աշխարհ։ Մի աշխարհ, որտեղ մի միլիոնատեր սովորեց, որ մարդիկ խաղալիքներ չեն։ Մի աշխարհ, որտեղ մի համալսարան ստիպված եղավ հետաքննել իշխանության չարաշահումը։ Մի աշխարհ, որտեղ կին գիտնականները դիմադրության վերակառուցմանս մեկ պատմություն ունեին, ոգեշնչվելու համար։ Դա կատարյալ չէր։ Կատարյալ լինելուց հեռու էր։ Բայց դա սկիզբ էր։ Եվ Անահիտը սովորել էր այդ անհնարին տարվա ընթացքում, որ սկիզբները կարևոր են։ Որ յուրաքանչյուր քայլ դեպի արդարություն, նույնիսկ փոքր, կառուցում է ճանապարհ դեպի ավելի մեծ քայլեր։ Որ տեսանելիությունը, նույնիսկ երբ ցավոտ է, բացում է դռներ, որոնք հավերժ փակ կմնային անտեսանելիության մեջ։ Անահիտը պառկեց բազմոց մահճակալին, դստեր կողքին փակեց աչքերը։ Վաղը կլիներ հետազոտությանս մեկ օր, լաբորատորիայում փորձերի սխալներիս մեկ օր, կառուցելով մի բան, որը կարող էր կյանքեր փրկել։ Դա այն ամենն էր, ինչ նա միշտ ցանկացել էր։ Եվ նույնիսկ եթե նա անցել էր ամենադժվար, ամենացավոտ, ամենաանարդար ճանապարհով, այնտեղ հասնելու համար, նա հասել էր։ Ոչ թե որպես մեկը, ում ուրիշն է փրկել, այլ որպես մեկը, ով ինքն իրեն է փրկել, ով պայքարել է, ով հրաժարվել է անհետանալ։ Եվ դա Անահիտը գիտեր, մինչ քնում էր, ավելին արժեր, քան ցանկացած զգեստ, ցանկացած մրցանակ, ցանկացած ճանաչում։ Այն արժեր մի ամբողջ կյանք,